Ես շատ անկեղծ մարդ եմ արժի, որ Այո։ բարդ մարտահրավեր ես ինձ նետում Ամալիա։ Արժեքը ասա հարցից կեստի։ $2000։ Սա իդեպ ամուսնուս պիջակն է, ժամանակին պապայիս վերնաշապիկներն էի հագնում, հիմա որ արդեն Լևոնի հետ եմ ապրում, Լևոնի։ Դու քեզ պատկերացնում ես այդպես ավելի շատ հենց տնային առօրյայի մեջ, թե դու այդտեղ չես կարողանա։ Ես շատ սիրում եմ երեխաներ, շատ։ Այո, ինձ պատկերացնում եմ մամա, ասում են, որ լավ մամա կլինեմ։ Անկեղծ ասած, ես այդ երևույթից, այդ իրադարձությունից վախենում եմ։ Սա շատ բաց խոստովանություն էր։ Պատկերացրեք, ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմի հետ։ Եթե մի պահ մենք կենտրոնանում ենք, չգիտեմ, ցնդել կարելի է։ Որքան էլ որպես կին ունենաս ամուր նյարդեր, որքան էլ գիտես ով ես դու Լևոնի համար ամեն դեպքում հաճելի չէ, ենթադրում եմ հաճելի չէ, երբ ամուսնուդ անդադ կապում են այլ աղջկա հետ, ընդ որում թե Ռոզան ունի իր անձնական կյանքը, թե Լևոնն ունի իր անձնական կյանքը, բայց Ռոզային եւ Լևոնին շատ են կապում իրար հետ։ Չեմ նյարդայնանում, որովհետեւ իրենք լավ ընկերներ են, շատ հաճելի շփվում են իրար հետ, ինչը ինձ ուրախացնում է։ Լավ կարգին մարդկանց միշտ սիրում ու գնահատում եմ։ Իսկ դու եւ Ռոզան շփում ունեք։ Մինչև շատ երկար չշփվեմ, մարդու մասին կարծիք չեմ կարող կազմել, բայց վստահում եմ Լևոնին իհարկե։ Եթե սիրում է, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Այսինքն դու նաեւ նկատում ես, որ աղջիկների կողմից Լևոնին են լինում շատ առաջարկներ։ Դե հա, շատ են լինում, ընդ որում ռեալ նույնիսկ։ Մեր ժամանակներում աղջիկների առաջարկները ապշեցուցիչ են։ Եվ երբեմն այդ սանձարձակությունը ինձ նյարդայնացնում է ոչ թե որ կոնկրետ Լևոնի նկատմամբ է, այլ որ հայ կանայք, հայ աղջիկները կարող են իրենց թույլ տալ լինել այդքան հասանելի եւ այդքան մատչելի։ Լևոնին չի կարելի չվստահել։ Մարդիկ քեզ շատ սուր, անտակտ ու տգեղ ձևով ընդունեցին։ Շատ մասնագետների կարծիքով վատաբանության այդ ալիքը արեստածին էր։ Ես անկեղծ եմ ասում, երբեք ռեալ այդ ատելության ալիքը այդ մարդկանց ես չեմ հանդիպում, ես չգիտեմ իրենք ուր են։ Ամեն ինչ արել եմ, որ ինքս չլինեմ ճանաչված։ Էվելինան, որը երազանքով ընտրում էր դերասանուհու մասնագիտությունը, մտածում էր, որ մի օր իր մասին թեկուս խոսելիս պիտի ասի դեմքը կվաճառվի, թե չի վաճառվի։ Չէ, ես ինքս էլ հասկանում եմ, իրենք պիտի գիտակցեն, հա, կոպիտ է հնչում, բայց որ դեմքը ավելի լավ որտեղ կվաճառվի։ Էվելինա, որտեղ ես գումար աշխատում։ Դե Գործունեությունն ես, որը գաղտնի ես պահում։ Իմացա։ Ես գիտեմ ինչպես աշխատել գումար, այսպես ասեմ, աշխարհում շատ գումար կա, բնական եւ լավ ճանապարհներ կան։ Հաղորդման գործընկերներն են White Agent Հարսանյաց կեսների սրահը, Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Look and Face-ում այսօր ռադիո հաղորդավարուհի դերասանուհի Էվելինա Ստեփանյանը ողջույն Էվկա։ Բարև սիրելիս։ Ինչպե՞ս ես։ Լավ, քեզ հետ միշտ լավ գիտես։ Նմանապես։ Վերջին 1 տարում քեզ ավելի շատ ճանաչեցին, նույնիսկ 1 տարում, չէ, հա, 6 ամսում քեզ ավելի շատ ճանաչեցին ու դու էլ կարծես մեծ հետաքրքրությամբ սկսեցիր ճանապարհդ այս ուղղությամբ, որովհետև մինչև ես դու իհարկե բավականին ծավալուն գործունեություններ ծավալում, բայց ավելի շատ այդ գործունեությունը ծավալում էր կադրի հակառակ կողմում։ Հիմա կադրի հակառակ կողմից գալիս ես կադրի առաջ։ Ինչ է նշանակում այդ փոփոխությունը։ Մինչև դա դե ռադիոյում ես աշխատում եմ ուղիղ եթերում եւ շատ ռադիոլսողներ գիտեն, մեր մեջ շատ ամուր կապ կա։ Պատկերացրեք, ասենք, քեզ օրվա ընթացքում լսում է բազմահազարանոց լսարան, բայց իրենք սովորաբար ձայնով են ճանաչում։ Գովազդների ձայն, հետո կրկնօրինակում ձայնով շատ գիտեն, ես էլ ինձ կոմֆորտ զգում էի այդ միջավայրում, որտեղ ես շատ չէի երևում, ու ինձ միշտ ասում էին, չէ՞ որ դու դերասանուհի ես, չէ՞ որ դա նորմալ է։ Քո ընտրած ճանապարհի բաղկացուցիչ մասն է կազմում երևալը, որ քեզ տեսնեն, ճանաչեն, ինձ միշտ դա կոմպլեքսավորում էր։ Ոչ թե կոմպլեքսավորում, երևի տեղին չէր բառը, այլ անհրաժեշտ չէր մեծ հաշվով, ու միշտ ընկերներիս հետ նույնիսկ հիշում եմ ուսանողական տարիներին ընկերուս հետ վիճում էինք։ Ինքը ասում էր, հա, ես օրինակ կուզենամ լինել հայտնի, դա շատ լավ է, երբ քեզ ճանաչում են, ես ասում եմ, ոյ, խնդրում եմ, ինձ դրա անունը մի տուր։ Ես հաստատ չեմ ուզենա, որ ինձ ճանաչեն, բայց կյանքը ցույց տվեց, որ իմ ցանկությունները այդքան էլ էական չեն, ինքն ինձ համար այլ ծրագրեր ունի։ Քո կոմֆորտի զոնան գտել ես։ Հիմա արդեն հա, սկզբում չէ, որովհետև ես իմ տեսակով վստահող մարդ չեմ։
Ես մարդկանց շատ քիչ եմ վստահում։ Մարդա մոտ եմ, ոնց որ ասում են շատերը, քարին էլ կարող եմ խոսեցնել, շփվել։ Դա հեշտ է ստացվում, բայց ինձ շատ մոտ չեմ սիրում թողնել հատուկ կենտ մարդկանց։ Հիմա անկախ իմ կամքից իմ անձնական տարածքի մասին ուզած թե չուզած ավելի շատ մարդիկ գիտեն։ Նույնիսկ գիտեն բաներ, որ ինձ հայտնի չի, դա ուրիշ թեմա է։ Դա մի քիչ տհաճ է մեծ հաշվով, բայց ինչ որ պահի դու պիտի զոհես մի բան, որպեսզի ստանաս զուգահեռ որևէ բան։ Երբ լսում ենք քեզ, մի բան է, հա, հասկանում ենք մարդու մտքերի ընթացքը, որը միշտ չէ, որ կարող է տեսանելի լինել, բայց երբ ուղակի կողքից հետևում ենք քեզ, հակառակը տպավորություն է, որ քեզ բավականին հետաքրքիր է հենց այս դաշտը, որովհետև թեպետ դու բավականին երկար ժամանակ գործունեություններ ես ծավալում հենց այս ոլորտում։ Ամեն դեպքում հայտնիությունը եկավ այն ժամանակ, երբ ամուսնուդ Լևոնի մոտ եկավ հայտնիություն որպես դերասան եւ քեզ ճանաչեցին որպես իր կողակից։ Բայց եթե ենթադրենք թե դու ինչպես ես վարում քո Instagram-ը ու ամուսինդ ինչպես է վարում իր Instagram-ը, տպավորություն է, որ իրականում քեզ դուր է գալիս այս ընթացքը, Լևոնին ոչ այնքան։ Ինչպես է ձևավորվում այդ հակասությունը, որովհետև ի վերջո անկախ կյանքի տված խաղի կանոններից մենք եւս անում ենք ընտրություններ, ու օրինակ ձեր ընտանիքում այդ երկու մարդու օրինակով մենք տեսնում ենք ընտրության տարբերությունը։ Սա անկախ մեզնից է ստացվել մեծ հաշվով։ Ես Instagram միշտ եմ վարել, դեռ, չգիտեմ, եթե ճիշտ եմ հիշում, 17 թվականից։ Կամաց հարմարվում ես, գիտես, հարմարվում ես նոր կյանքին, նոր փուլին, նոր կանոններին, ու չես ուզում մերժել, որովհետև սա եւս փորձառության մի ձև է։ Ես ինքս ինձ սիրում եմ փորձառել եւ սիրում եմ ինձ հակառակ բաներ անել։ Օրինակ, հա, վախում եմ վերելակից, պարտադրում եմ ինձ նստել վերելակ, որպեսզի հաղթահարեմ այդ վախը։ Չեմ սիրում այդ հայտնիությունը, մեծ հաշվով, միշտ խուսափել եմ դրանից, բայց գուցե ենթագիտակցության մեջ կար, որ դա ինչ-որ պահի պիտի հաղթահարվեր ու ես ինչ-որ պահի պիտի դառնայի ճանաչված, նույնիսկ այն ժամանակ, երբ որ ես ամեն ինչ արել եմ, որ ինքս չլինեմ ճանաչված։ Կյանքը այսպես տարավ ու ասեց, չէ, քեզ դա ինչ-որ ձևով պետք է գուցե, եւ դու էլ պիտի ենթարկվես այդ կանոններին եւ փորձես գտնել այդտեղ օգտակար ինչ-որ բան։ Ես միշտ գնահատել եմ գեղագիտությունը, շատ սիրում եմ վիզուալ կոնտենտը, վիզուալ արտ ասվածը եւ սիրում եմ տեսնել գեղեցիկը եւ դա արել եմ միշտ, այսինքն Instagram-ում ես միշտ զբաղվել եմ իմ ինստայով, հիմա էլ նույն ձև շարունակում եմ մի քիչ փոփոխություններով։ Ինչ որ առումով դու ընդունեցիր կյանքի խաղի այս կանոնները, նաև որպեսի քո ստվերում լինելը կամ пассив լինելը կամ Instagram-ում փակ էջ ունենալը չդիտարկվի որպես մեկուսանալ մարդկանց ինչ որ երբ թե այստեղ տեղին է ասելու անտակտ կարծիքների ֆոնին, այսինքն ինչ որտեղ նաև հակադրություն ձևավորվեց ի սկզբանե քո եւ լսարանի միջև, որը քեզ օգնեց հաղթահարելու այն վախը կամ կոմպլեքսը, որը կար։ Չէ, քո տված հարցը ավելի պարզ պատասխան ունի, եթե անկեղծ, առաջին հերթին դա անխուսափելի է, որովհետև նույն մեր հարսանեկան կադրերը, ես իմ հարսանեկի օրը որևէ կադր անձամբ չեմ հիշում, որ հրապարակած լինեմ։ Բացի այդ, ես ռադիո հաղորդավարուհի եմ, այսինքն մեդիա ոլորտում եմ աշխատում եւ փոքրիկ գաղտնիքված եմ, ես իրավունք էլ չունեմ էջս փակելու, որովհետեւ այդ միջոցով նաեւ կոնտակտ կա մարդկանց հետ, թեև ռադիոն ունի իր առանձին էջը, որտեղ արվում առանձին հրապարակումներ, ես վիզուալ հարթակում աշխատում եմ օրվա մեջ մինիմում 5 ժամ, այսինքն միևնույն է, հետաքրքիր է ինչից փախնում ես, շատ ավելի մոտ է քեզ գալիս, երբ որ ես գնացի ռադիո եւ հասկացա, որ կամերաները ամբողջ շուրջ բոլորն է եւ ով այդ պահին ուզի կմտնի եւ կնա ինձ աշխատավայրում աշխատելիս, միևնույն է զգոնությունը պիտի մեջդ պահես, դա ինձ առաջին հայացքից դուր չեկավ, բայց այո, այստեղ վերադառնում եմ քո ասածին, դա ինձ հակասող մի բան է, որ ես պիտի բաց ձեռքերով ընդունեմ, որովհետեւ այդ միջոցով ես ավելի շատ կփորձառեմ ինձ եւ ավելի շատ կհաղթեմ այն բաներին, ինչը որ մերժում եմ կյանքում։ Հիմա գանք քո հիմնական կոնտենտին, որը ներկայացնում ես, դա շատ հաճախ լինում է քո առօրյայի, հագուստի, ընտրությունների մասին ու դու, ինչպես հասկանում եմ, սիրում ես ուշադիր լինել քո ոճին, ներկայանալու կերպին։ Ափսոս չեմ վերել իմ փոքր ժամանակվա լուսանկարները, ճիշտ ասած մտածում եմ ինձ հետ վերել, բայց քեզ ցույց կտամ։ Ես շատ թիթիզ եմ եղել։ Նույնիսկ 1 տարեկան հասակում, 2 տարեկան հասակում, միշտ շատ լուրջ դեմքով, որևէ նկարի մեջ ինձ բացայից չեմ ժպտում։
Միշտ շատ լուրջ ու միշտ շատ թիթիզ։ Գուցե մամայից է եղել, որովհետև այդ կանացիությունը իմ մեջ փոքր տարիքից ասում են, որ եղել է։ Եվ ես շատ եմ սիրել շորիկներ, թիթիզ իրեր, միշտ շատ սիրել եմ։ Ու ինչ որ կերպ ձևավորվել է իմ ճաշակը։ Այո, գուցե մամայից, գուցե այն մարդկանցից, որոնց հետ որ ես շփվել եմ փոքր տարիքում, որովհետև միշտ շատ զբաղված եմ եղել, անընդհատ ինչ որ մի բանով եմ զբաղվել, կլինի թատրոն, խմբակ, ուր ասես գնացել եմ, որտեղ ասես հայտնվել եմ, արվեստի ոլորտում սովորաբար։ Միշտ արվեստագետների հետ շփվել եմ փոքր հասակից, դե իրենք էլ առանձնանում են, չէ՞, իրենց յուրօրինակ մտածելակերպով, ճաշակով, ինչ որ կերպ այդ ճաշակը ձևավորվել է։ Հա, ես սիրում եմ գեղեցիկ հագնվել, ինձ համար դա շատ կարևոր է, կրկնում եմ, էսթետիկան շատ կարևոր բան է ինձ համար, եւ կա չէ, հիմա մեմեր են սարքում հաճախ բլոգերները, հումորային բլոգ վարողները, էսթետիկան արդեն շատ են ծաղրում, այն մարդկանց, ովքեր էսթետիկայի վրա շատ են կենտրոնացած, իմ պարագայում ես դա արհեստականորեն ինձ չեմ բերել ու կպցրել։ Ես միշտ տենց եմ ապրել։ Ովքեր ինձ գիտեն այն ժամանակվանից, որ տենց շատերը չգիտեին։ Ես այդպես եմ միշտ ապրել։ Կրկնում եմ, իմ կյանքի փոփոխությունը էս ճակերտավոր հայտնիությունը բնականon ընթացք է, շարունակվում է։ Եթե դուք գնաք շատ հետ իմ պոստերը տեսնեք, ես նույն կերպ լիքը բրենդերի հետ համագործակցել եմ, նկարվել եմ, նույնիսկ որպես մոդել, ինձ միշտ դուր է եկել հետաքրքիր հագուստները։ Հիմա քանի որ շատ մարդ է ավելի ճանաչում, քան նախկինում, թվում է թե ես նոր եմ սկսել այդ բուրըն գործունեությունը։ Ոճի ընտրության մասին երբ խոսում ենք, շատ հաճախ մարդկանց թվում է, թե լավ հագնվելու համար պետք է շատ գումար։ Մինչդեռ կարելի է շատ հետաքրքիր համադրություններ անել նաև օգտվելով հասանելի խանութներից եւ կարելի է օգտվել ամենաթանկ բրենդներից եւ միևնույն է չունենալ գեղեցիկ տեսք։ Որ տարբերակին ես ավելի շատ հագված ու սիրում ես բրենդներ շատ ունենալ, թե քեզ համար այդ շատ թանկ գնումները արդարացված չեն։ Ես առաջին հերթին կասեմ, որ ինչ փնտրում եմ, այն գտնում եմ։ Կոնկրետ, ինչ վիզուալիզացնում եմ իմ ուղեղում, եւ ես միշտ գիտեմ ինչ եմ ուզում։ Հստակ գիտեմ, հստակ պատկերացնում եմ, միշտ գնում ու գտնում եմ, թե ոնց է ինձ հաջողվում, ես չգիտեմ։ Իդեպ ասեմ, այն աղջիկներից եմ, ով բոլոր ընկերուհիների, մամաների, մորաքույրների, ծանոթների, անծանոթների հետ խանութ է գնում խորհրդատուի կարգավիճակով։ Դու այդքան ժամանակ ունես։ Նախկինում ավելի շատ, դե հիմա այդքան չէ, բայց հա, ես միշտ պատրաստ եմ խանութներ գնալու, շատ եմ սիրում գնումներ, ինձ համար անտիստրես է դա, էներջայզեր ոնց որ լինի, որ ես գնում եմ խանութներ, հա, իրոք։ Միշտ հարցնում են ինձ, շատ հաճելի է իհարկե, որ այդպես հարցնում են կարծիք եւ այլն, սիրով ես ընկերուհիներից միշտ օգնում եմ, եթե կարողանում եմ, իսկ թանկ հագուստ, էժան հագուստ, ես կարող եմ շատ լավ որակյալ իրեր գտնել, այո, էժան։ Հազարումի outlet կա, հա, օրինակ եմ ասում, այստեղ ցանկության հարց է, թե դու ինչքան ես ուզում սիրուն լինել, ինչքան է քեզ կարևոր գտնել այն մի դետալը, որը որ ուղեղումդ կա։ Ես եթե ուզում եմ, ուղեղումս կա, այդ բզիկը միացավ, վերջ ես պիտի գտնեմ աշխարհի տակից է լինի, պիտի գտնեմ այդ դետալը, այդ կոշիկ, այդ պայուսակը։ Բրենդերին առհասարակ ուշադրություն չեմ դարձնում, անկեղծ ուշադրություն չեմ դարձնում։ Եթե դուք հիմա ինձ ասեք Chanel-ի այսինչ հավաքածուից այնինչ պայուսակի մասին, ես գուցե չպատկերացնեմ, որովհետև չեմ հետևում, ուշադրություն չեմ դարձնում, թեև կան մի քիչ ավելի անհայտ բրենդեր, կամ հայտնի, բայց ոչ շատ լայն լսարանների համար, որոնց վրա ես հետևում եմ, արտիստներ կան դրսում Հայաստանում եւս, ովքեր շատ լավ գործ են անում, ստեղծում են հետաքրքիր իրեր եւ այլն, հա, մեծ սիրով։ Բացի այդ, էժանը եւ թանկը շատ հարաբերական է։ Ձեզ համար կարող է հաճախ պարզապես վճարում ենք սպիտակների համար։ Հա, չէ, ես սպիտակի համար երբեք չեմ վճարում, հակառակը մարքեթինգի զոհ եմ, որտեղ տեսա զեղչ, այսինքն զեղչի ցուցանակ, վերջ ես հավատացած եղեք, որ գնումներ անելու եմ այդտեղից, շատ եմ սիրում զեղչված իրեր առնել, հետո ասենք գալիս եմ ասում, այս ինչ տեղը, այս ինչ բանն եմ տեսել, գնում են ընկերուհիներս կամ հարազատ մարդիկ գալիս են ասում են, լսի ո՞նց ես դու կարողանում առնես, ո՞նց ես դու գտնում, ո՞նց է քեզ հաջողվում։ Չգիտեմ, աչքս երևի թե տեսնում եմ։ Ինձ հարմար բաներ, իմ մասին բաներ։ Գուցե ինչ որ մեկի համար այսօր իմ հակածը լինի աբսուրդ։ Բայց սա իմ մասին է, սա ես եմ, ես սրա մեջ օրգանիկ եմ, ընդ որում տարբեր եմ անընդհատ։ Եթե 10 օր իրար հետևից ես անում եմ դիմահարդարում, բացառվում է, որ երկրորդ օրվա դիմահարդարումը երրորդ օրվան նման լինի, բացառվում է։ Գույների հետ շատ սիրում եմ խաղալ, շատ համադրել շատ եմ սիրում։ Դուք ինձ այսօր կարող ա տեսնեք X ոճի մեջ, վաղը տեսնեք Y ոճի մեջ,
շատ փոփոխական եմ։ Ու դա իդեպ ասեմ, որ իմ Instagram-յան հարթակում ինձ երբեմն խանգարում է, որովհետև միատոն, միաոճ վիզուալ կոնտենտ ինձ մոտ չի հաջողվում ստեղծել։ Անընդհատ տարբեր է, մի նկարի գույները մյուսին չի համապատասխանում եւ այլն, այդ իմ փոփոխական տեսակից է։ Իդեպ ասեմ, որ ես համ վախենում եմ փոփոխություններից, համ շատ սիրում եմ։ Այդ հակասությունները անընդմեջ կան։ Կյանքում էլ ես փոփոխական։ Ինչը վերաբերում է արտաքին իրերին եւ այլն, այո, շատ եմ սիրում փոփոխություններ, հին իրեր չեմ սիրում։ Եթե դա ասենք վինտաժ ինչ որ հետաքրքիր իրեր չեն, թանկարժեք կամ պատմություն կրող։ Չէ, շատ սիրում եմ փոփոխություններ տան մեջ, նորացնել, թարմացնել, զգեստապահարանս թարմացնել, բայց կյանքում մարդկանց հարցում, ընտրությունների հարցում, որոնք կյանքի համար են, շատ հավատարիմ եմ, շատ, գուցե եւ մաքսիմալ են ամենավերին սանդղակին է իմ հավատարմությունն է, իմ ամենահարազատ մարդկանց, իմ որոշումների հարցում, ես գիտեմ ինչ եմ ուզում։ Բայց կյանքում երբեմն մեզ պետք են փոփոխություններ։ Այդ փոփոխությունները կարողանում ես ասել պետք են եւ անես, թե երբեմն մեծ դժվարությամբ ես գալիս այն կետին, որ չէ, սա պետք է անել։ Այդ փոփոխությունները ինձ այնքան եմ ես դրանք մերժում սովորաբար, կոմֆորտ զոնա շատ եմ սիրում։ Այնքան եմ մերժում, որ կյանքը իմ կարծիքը հաշվի չի առնում։ Ասում եմ, ես քո համար այլ պլաններ ունեմ։ Դու արի ենթարկվի իմ ասածներին եւ քեզ համար ավելի լավ կլինի։ Եվ այդ փոփոխությունները, այդ մարտահրավերները կյանքն է նետում ինձ։ Եվ ես փորձում եմ իրեն ենթարկվել, որովհետեւ գիտեմ հակառակ ազդեցությունը լավ է լինելու ինձ համար։ Բայց դու զրույցի սկզբում նշեցիր նաև, որ երբեմն ինքդ քեզ փորձում ես հանել քո կոմֆորտ զոնայից։ Այ որն է սահմանը, որ դու քեզ քո կոմֆորտ զոնայից հանում ես եւ ասում ես վերջ եւ կա, բավական է։ Ես սիրում եմ կյանքը, անչափ շատ եմ սիրում կյանքը։ Եվ այն երևույթները, որոնք կարող են իմ կյանքի որակը գցել կամ սպառնալ իմ կյանքին, որովհետեւ եթե կյանքիդ որակը ընկնում է, կյանքդ էլ հայտնվում է ինչ որ շատ անորոշ վիճակում, վերջ, այդտեղ գալիս է ստոպը, շատ զգայուն մարդ եմ ու կարող եմ հունից դուրս գալ, ընկնել դեպրեսիաների մեջ, դեպրեսիվ իրավիճակներ այդքան չեմ հասցնում, բայց շատ զգայուն եմ, սրտիս մոտ եմ ընդունում։ Այդտեղ հասկանում եմ, որ չպիտի դուրս գաս այս իրավիճակից։ Այդտեղ քեզ մնալ չի կարելի, որովհետև քո կյանքի որակը ընկնում է։ Քեզ պետք է ինչ-որ քայլ, որը կյանքիդ որակը կբարձրացնի, որովհետև ես շատ եմ սիրում ապրել։ Միշտ ասում եմ 120 տարի պիտի ապրեմ։ Էվելինա, իմ գործընկեր Seven Stars Spa կենտրոնի կողմից քեզ նվեր քարտ կարող ես օգտվել։ Seven Stars-ը մեր առաջատար սպա կենտրոններից մեկն է, գործում է Reebok սպորտային ակումբինքից։ Քեզ դեմքի խնամք ենք նվիրում, կարող ես գնալ եւ վայելել ընթացքը, որովհետեւ դեմքի խնամքը ոչ միայն շատ օգտակար է լինում, այլև շատ հաճելի պրոցեդուրա է իրենց մոտ, որովհետեւ ուղեկցվում է մերսմամբ, իսկ դու չգիտեմ, բայց ես այդ process-ը շատ եմ սիրում։ Սիրում։ Enzimed Pro սարքը ներկայացնում է հեղափոխական տեխնոլոգիա, որն ապահովում է կատարյալ թիրախավորում երիտասարդացնելով մաշկը ներսից։ Հայաստանում Enzimed Pro-ի պաշտոնական ներկայացուցիչը Seven Stars Spa կենտրոնն է։ Enzimed Pro սարքի միջոցով կարելի է պայքարել պոստակնե հետքերի, մաշկի անհարթությունների եւ կնճիռների դեմ։ Սարքի ապահոված արդյունքներն ամբողջ աշխարհում համեմատում են վիրահատական միջամտությունների հետ, սակայն այս դեպքում միջամտությունը տրավմատիկ չէ։ Enzimed-ը ոչ վիրահատական եւ բացարձակապես անցավ միջոց է դեմքի մաշկի երիտասարդությունը վերադարձնելու եւ պահպանելու համար։ Սարքի ռադիոհաճախականության ալիքները ներթափանցում են մաշկի խորը շերտեր, ձգում այն, նվազեցնում կնճիռները, ակնհայտորեն բարելավում մաշկի որակը եւ առաձգականությունը։ Շնորհիվ ապարատային մի քանի գլխիկների կարելի է կատարյալ թիրախավորել տարբեր խնդիրներ աչքերի շուրջ մաշկի, այտերի, ճակատի, ինչպես նաեւ կզակի համար։ Որպեսզի ունենաք մնայուն արդյունք, պրոցեդուրան խորհուրդ է տրվում կատարել 8-ից 12 անգամ, շաբաթը 1 պարբերականությամբ։
Քանի որ Enzimet ռադիոհաճախականության թերապիան Հայաստանում պաշտոնապես ներկայացված է միայն Seven Stars Spa կենտրոնում, սրահի բոլոր մասնագետներն անցել են սարքի մանրակրկիտ վերապատրաստումը արտերկրից հրավիրված ներկայացուցչի մոտ։ Երիտասարդ լինել ձգտում են բոլորը, սակայն շատ կարևոր է առողջ երիտասարդությունը, ձեր մաշկի առողջությունն ու գեղեցկությունը վստահեք միայն պրոֆեսիոնալներին։ Էվելինա, դու եւս դերասանուհու կրթություն ունես, բայց տարիներ առաջ եթե նկարահանվել ես, հիմա չես նկարահանվում։ Սա հստակ որոշում էր չնկարահանվելու, թե էլի կյանքի ճանապարհն այդպես տարավ։ Չէ, հստակ որոշում էր չնկարահանվելու այս ընթացքում, բայց ես երբեք որևէ բան չեմ մերժում, որովհետև ես սիրում եմ նորություններ, հետաքրքիր երևույթներ, ինձ հետաքրքրում էր ինչ-որ պահին թատրոնը, հետո սկսեց հետաքրքրել ռադիոն, հետո կարող է հետաքրքրել TV-ն, հետո կարող է հետաքրքրել անձնական ինչ-որ բիզնեսը, իմ ձեռնարկությամբ արդեն որևէ բան չբացեմ փակագծեր, բայց կան մտքեր բազում, որոնք կփորձեմ գեներացնել ժամանակի ընթացքում։ Սա որոշում է հստակ, որովհետև եթե մարդ ունի որևէ բանի ցանկություն, շատ հավատացած եղեք, ես այս մասին շատ եմ խոսում։ Իմ Instagram-ում էլ եմ այդ մասին շատ խոսում, որ մարդիկ չմտածեն, հա, ինչ որ բայ, որ վայ իրանք անուժ են, իրանք մոտ ոչինչ չի ստացի, վայ իրանք բախտը չբերեց, վայ իրանք հաջողակ չեն, չէ, ամբողջը մեր ուղեղից է, մենք մեր ուղեղում ոնց ծրագրում ենք, այդպես էլ առաջ են գնում։ Այսինքն, եթե ես ունենայի հստակ ծրագրեր, գնալու առաջ դա լինելու էր ինձ մոտ։ Բայց ես ինքս մերժեցի, որովհետև մերժեցի այդ գործունեությունը, որովհետև ես ինձ այլ ոճի նախագծերում էի պատկերացնում, բայց անկեղծ ասած այդ ոճի նախագծերը մեզ մոտ շատ չեն, ընտրությունը շատ չի, որ դու կարողանաս ընտրել, գնալ կամ չգնալ, հայկական պրոյեկտ մի անգամ ա եղել մի սերա, որից հետո որ ես անմիջապես հասկացա, որ չեմ ուզում, ուղղակի չեմ ուզում, ինձ չեմ տեսնում այդտեղ, լավի վատի մասին չի խոսքը, եւ այդ էջն էլ փակեցի արագ իմ կյանքում ու հասկացա, որ այս պահին ինձ պետքա մի նոր բան, նորություն եմ ես ուզում, նոր փորձառություն եմ ուզում եւ գնացի ռադիո։ Ես չեմ բացառում, որ ես կնկարահանվեմ գուցե եւ հենց վաղը, բայց նայած որտեղ կնկարահանվեմ, նայած ինչ առաջարկ կլինի, ինձ այդ առաջարկը դուր կգա, դուր չի գա, ինձ ինչ կերպ կներկայացնեն այդտեղ, ես ինչ օգուտ կունենամ դրանից, որովհետեւ որպես դերասանուհի, եթե հանդես գամ, կուզենամ ինչ-որ շատ հետաքրքիր պրոյեկտում հանդես գամ։ Կա մի սերիա, որը քո մասնակցությամբ անդադ տարածվում է, հատկապես երբ մարդիկ ճանաչեցին քեզ, ես զարմանում եմ երբեմն թե ինչպես են կարողանում պեղել եւ գտնել, չգիտեմ, այդ ամեն ինչը ուղղորդված է տարածվում, թե իսկապես մարդիկ ունեն նման հիշողություն, որ կարողանում են պեղել եւ գտնել։ Սրանից հետո ավելի շատ են պեղել, ով չի տեսել, դա էլ ինքն է տեսնելու։ Չէ, դե կարծում եմ TikTok-ում, Instagram-ում այդ առանձին կտորները շատ էին տարածվում, բայց հետաքրքիր է, երբ դու ինքդ դիտում ես այդ արխիվային տեսանյութը, ինչ ես զգում, ինչ ես մտածում։ Զգում եմ, որ ես չեմ, իմ մասին չի դա։ Դες դրա համար շարունակեցի եւ շատ գոհ եմ ինձնից, որ հասկանում եմ ինձ ինչա պետք եւ ինչ պետք չի։ Ու նորմալ է դա, որ ինչ որ բայ կարող ես քեզ համար սխալ որոշում կայացնել, որովհետեւ սա կյանք է եւ դու պիտի չէ գնաս ինչ որ միտեղ ու հասկանաս, որ սխալ տեղում ես։ Ու ընդհանրապես վատ բան չկա, որ գնում ես, մտնում ես, հասկանում ես, որ քոնը չի, հետո ուրիշ տեղ ես գնում, քեզ փորձում ես, քեզ ճանաչում ես, քեզ բացահայտում ես։ Այդ ընթացքն է հետաքրքիր, հատկապես մեր մասնագիտության մեջ process-ը ավելի լավ է, քան հետաքրքիր է եւ պիտանի, քան արդյունքը ինձ համար համենայն դեպս։ Եվ շատ կարեւոր է, որ թիմ ասվածը մեր ոլորտում շատ կարեւոր է, որովհետեւ ինքդ քեզ համառեժիսոր չես կարող լինել։ Ոչ էլ ինքդ քեզ կարող ես սիրունացնել, ինքդ քեզ հասկանալ, որ կադրից նկարես, ինքդ քեզ համար, թեև կան տաղանդավորներ, ովքեր անում են դա, ամբողջը իրենք են անում, բայց ես այդ ներուժը համենայն դեպս չունեմ։ Ես շատ դերասանուհի եմ իմ բնույթով։ Այո, լիդեր եմ, կազմակերպչական աշխատանք կարող եմ անել, բայց ինձ պետք է լավ ռեժիսոր, ինձ ճանաչող, երկար աշխատանք տանող, սպոնտան, ուղղակի մի կադրով դնել, նկարել արագ, ես դա չեմ ուզում։
Լևոնին ինչու մղեցիր նման նախագծի, ոչ թե լավ կամ վատ նախագծի, այլ ամեն դեպքում շատ ավելի արագ նկարվող նախագծի, եւ դու ինքդ որպես դերասանուհի դա քեզ համար չէիր ուզում։ Մենք տարբեր դերասաններ ենք, տարբեր նախ առաջին հերթին տարբեր մարդիկ ենք, տարբեր դերասաններ ենք, ընդ որում ինձ համար, եթե ես որոշել եմ այսինչ կամ այնինչ բանը հարմար չի, դա չի նշանակում, որ ուրիշ մարդու համար դա լավ չի, հարմար չի։ Հարցը ինչու առաջացավ, որովհետև Լևոնի նկարները դու էր ուղարկել, այսինքն դու իր փոխարեն որոշել էր, որ դա իր ճանապարհը կդառնա։ Ինքը, որովհետև շատ ավելի իր տեսակով իբրև դերասան շատ ավելի հերոս է, մենք համենայն դեպս դեռ մեր ոլորտում չենք կարողանում ազատվել այդ ամպլուաներից, հերոսի ամպլուա, խարակտերային դերասանուհու ամպլուա, չգիտեմ, մի խոսքով, պիտի հասկանաս քեզ որտեղ դնես, որպեսզի լավ արդյունք ունենաս, ինքը այդտեղ շահեկան կլիներ որպես դերասան։ Դա այլ աչք է, մի քիչ այլ մտածողություն է։ Ես տեսա իրեն, որ իրեն շատ կսիրեն, ինքը լավ կանի այդ գործը, ինքը հարմար է իր ֆիզիոլոգիան նույնիսկ։ Դա արդեն ուրիշ թեմա է, բիզնես տեսանկյունից ես դու նայեմ հարցին, որովհետև համենայն դեպս սա նաև բացի արվեստ լինելուց աշխատանք է, գումարների մասին է եւ այլն։ Պիտի ինքդ քեզ գտնես մի խոսքով։ Լավի եւ վատի կրկին նշում եմ, որ սխալ չհասկանան մարդիկ, լավի վատի հարց չի։ Ինչ որ թիրախի համար որևէ նախագիծ լավն է, ինչ որ թիրախի համար որևէ նախագիծ վատն է, բոլորս մի ճաշակի չեն կարող լինել։ Քոնն է, թե քոնը չէ։ Եվ ազնիվ պիտի անես այդ ընտրությունը։ Դու ինչ որ պահի օրինակ Լևոնից լսել ես նախատինք, որ ինչու ինձ ուղարկեցիր։ Չէ, ինքը շատ մեծ սիրով է անում։ Ես շատ որովհետև ինքը որոշել էր հրաժարվել դերասանի մասնագիտությունից։ Հա, ինքը սիրով է անում իր աշխատանքը, իր մոտ այլ ցանկություններ են բացվել, ավելին անելու, իրեն այլ տեղերում տեսնելու, փորձելու նաև զուգահեռ։ Ես շատ ուրախ եմ, իդեպ ասեմ, որ այդ տեմպն էլ, այդ տեմպով նկարահանումներն էլ դերասաններին լավ բան տալիս են, դու մարզվում ես, շատ կոփում են, իր համար շատ լավ է։ Դու շատ գեղեցիկ ես, շատ յուրահատուկ ես նաև ու շատ կարևոր է գեղեցկության մեջ նաև գույն ունենալը։ Դու քո գույնը ունեցող գեղեցիկ աղջիկ ես։ Բայց ինչպես ինքդ էլ նշեցիր, մենք ունենք որոշակի ինչ-որ սահմանափակումներ, սահմանափակ մտածողություն, ինչպիսին պետք է լինի հերոսը, հերոսուհին, ու այս առումով կան որոշակի ստանդարտներ, որ միշտ այդ ստանդարտների մեջ են նայում ռեժիսորները։ Լավ, միշտը գուցե ճիշտ չէ, գրեթե միշտ, բայց համենայն դեպս ավելի մեծ մասսայականություն վայելող նախագծերի ղեկավարները մեծ մասամբ այդ հիմնական կրիտերիաներով են առաջնորդվում, գուցե հաշվի առնելով նաև լսարանի ակնկալիքները։ Այսինքն գուցե իրենց աչքի ինչ-որ բան տեսնի, բայց հասկանան, որ լսարանի հետ սա չի աշխատի։ Բայց որպես դերասանուհի դա ինչ-որ առումով նեղացնում է կամ զայրացնում է։ Ճիշտ հակառակը, միշտ սիրել եմ ավելի հետաքրքիր հերոսուհիներին մարմնավորել թատրոնում եւս։ Խարակտերային դերերի մասն է խոսքը։ Այո, ինչքան տարօրինակ, ինչքան հետաքրքիր էներգետիկ կերպարներ կար, բախտս բերել էին ձեր միշտ վստահում եւ դեռ կան ծրագրեր, անցյալով շատ չխոսեմ, դեռ ապագայում կան բազում ծրագրեր թատրոնի հետ կապված։ Այո, թատրոն, ես թատրոնից չեմ հեռացել։ Ուղղակի սա մի ընթացք է, որ իմ կյանքում շատ փոփոխություններ եղավ։ Այս պահին ես չեմ խաղում, բայց նորություններ հաստատ լինելու են։ Այդ իմաստով բախտս բերել է։ Ինձ վստահվում են այնպիսի դերեր, ինչպիսին, որ ես միշտ երազել եմ, ցանկացել եմ խաղալ, ընդ որում խաղացել եմ նաև հերոսուհիներ, որոնք այն մեր իմացած ստանդարտ միշտ լացկան, միշտ թույլիկ հերոսուհիները չեն եղել։ Հերոսուհի, ով որ ունեցել է իր գույնը, իր ասելիքը, իր ուժը, ինչ որտեղ այո նաև թուլությունը։ Այդ իմաստով ոչ մի նեղացվածություն ռեժիսորներից եւ այլն, ես ինքս էլ հասկանում եմ, իրենք պիտի գիտակցեն, հա, կոպիտ է հնչում, բայց որ դեմքը ավելի լավ որտեղ կվաճառվի։ Շատ կոպիտ է հնչում, բայց մեր իրականությունն է։ Էվելինան, որը երազանքով ընտրում էր դերասանուհու մասնագիտությունը, մտածում էր, որ մի օր իր մասին թեկուզ խոսելիս պիտի ասի դեմքը կվաճառվի, թե չի վաճառվի։ Չէ, որովհետև երբ որ դու 16 տարեկան ես, 17 թատրոնից սիրուն աչքերով գնացել ես ինստիտուտ մեծ սպասումներով, այդքան բան չգիտես։ Դա բիզնես մտածողություն է, պրոդյուսերական աշխատանք է,
դա նորմալ է, պիտի նորմալ ընդունես դա։ Այդ ժամանակ չգիտեի, բայց դե հետո իմացությունները բացվում են, մտնում ես ոլորտ եւ սկսում ես ճանաչել ոլորտը եւ ընդունում ես այն ինչ կա, բացի այդ Էվելինան շատ սիրում է գումար աշխատել, իսկ մեր ոլորտում զուտ թատրոնով միայն չես կարող ապրել։ Ցավոք սրտի։ Եւ ինձ ինչ որ պահի նորություններ պետք, նոր բաներ պետք, մի քիչ կտրվել, որովհետև ես երկար ինչ դեռահասության տարիքս եկել է, նույնիսկ ավելի վաղ։ Ես եղել եմ թատրոնում, տեսել եմ բեմը, տեսել եմ ստեղծագործելը, տեսել եմ դերեր կերտելը, ինձ դրանից դուրս էր ինչ որ բաներ հետաքրքիր, մեդիա ոլորտը կլինի, ռադիոն, որտեղ ես գնացի եւ ինձ շատ մեծ տեխնիկապես վերազինված տարածք տարան ու ասացին, որ դու կարող ես կառավարել այս ամենը։ Այսպես ապշեցի, առաջին հասկից թվաց, որ ոչ, բայց երբ որ հաղթահարեցի, շատ մեծ առաջընթաց էր ինքս իմ անձի համար, որ այո, ես կարող եմ դա անել։ Քանի որ խոսեցինք նաև Լևոնի նկարահանումների մասին, որքան էլ որպես կին ունենաս ամուր նյարդեր, որքան էլ գիտես ով ես դու Լևոնի համար ամեն դեպքում հաճելի չէ, ենթադրում եմ հաճելի չէ, երբ ամուսնուդ անդադ կապում են այլ աղջկա հետ, ընդ որում թե Ռոզան ունի իր անձնական կյանքը, թե Լևոնն ունի իր անձնական կյանքը, բայց Ռոզային եւ Լևոնին շատ են կապում իրար հետ ու ֆիլմը, սերիալը այնպես են ընդունել որպես իրականություն, որ մարդիկ իրականությունից կտրվել են եւ մարդկանց անձնական ընտրությունները ուզում են դնել մի կողմ եւ ասել դուք պիտի որպես զույգ իրական կյանքում էլ միասին լինեք։ Մի կողմից սա ժպիտ եւ ծիծաղ է առաջացնում, մյուս կողմից որպես կին չես նյարդայնանում, երբ անընդհատ ամուսնուդ կապում են Ռոզայի հետ։ Չէ, դա շատ լավ է, դա նշանակում է, որ պրոյեկտը ստացված է, իսկ այս պահին կարևոր է պրոյեկտը, որովհետև միշտ գործը կարևոր է, ընդ որում չեմ նյարդայնանում, որովհետև իրենք լավ ընկերներ են, շատ հաճելի շփվում են իրար հետ, ինչը ինձ ուրախացնում է, չէ, չեմ ջղայնանում։ Իսկ դու եւ Ռոզան շփում ունեք, նույն կերպ ձեր շփումը ստացվում է, որովհետեւ նաեւ կադրից դուրս երբ իրենք ցույց են տալիս իրենց շփումը, նկատելի է, որ որոշակի քիմիա, ընդ որում քիմիան անպայման չէ միայն կնոջ եւ տղամարդու միջեւ հենց որպես զույգ ձևավորվի։ Ամեն դեպքում ստացվել է իրենց շփումը, ավելի մտերմություն կա, իսկ քո եւ Ռոզայի միջեւ մենք առիթներ չենք ունեցել շատ հանդիպելու։ 1-2 առիթ ա եղել, այնքան մարդիկ են եղել, չորս բաղված ընթացք ա եղել, որ շատ չենք հասցրել շփվել, բայց իհարկե շատ լավ եմ վերաբերվում, լավ կարգին մարդկանց միշտ սիրում ու գնահատում եմ։ Լևոնի միջոցով իրեն հենց որպես լավ ու կարգին մարդ ես ընկալում, Լևոնի պատմելով իր միջոցով։ Գիտեք, ես միջև շատ երկար չշփվեմ, մարդու մասին կարծիք չեմ կարող կազմել։ Երբ որ ունենամ երկար շփում հանգամանալից, եթե մի օր ստացվի, այդ ժամանակ կարող եմ կարծիք ասել, բայց վստահում եմ Լևոնին, իհարկե, կարծիքին իր։ Որովհետև ինքն էլ շատ մարդկանց հարցում զգուշավոր է, ամեն մեկին չի որ կսիրի։ Եթե սիրում է, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Խանդ չկա։ Չէ, ես առասարակ խանդոտ մարդ չեմ, եթե խանդում եմ միայն ընկերուհիներիս։ Այ ընկերուհիների հարցում իրենք կասեն, շատ խանդոտ եմ, շատ չեմ սիրում։ Հանկարծ իմացա, որ երկու ընկերուհիս առանց ինձ միտեղ գնացել են, այդտեղ լուրջ թեմա է։ Թե չէ տղամարդու հարցում խանդոտ չեմ։ Որովհետև միշտ ազատ է եւ միշտ դուրը բաց է եւ սա մի բան է, որը կինը պետք է պահի։ Առաջին հերթին դա, երկրորդ հերթին Լևոնը վստահել է, բացի այդ կամ մարդու մեջ կա այդ խանդը կամ չկա։ Բայց աղջիկների մեր ժամանակներում աղջիկների առաջարկները ապշեցուցիչ են եւ երբեմն այդ սանձարձակությունը ինձ նյարդայնացնում է ոչ թե որ կոնկրետ Լևոնի նկատմամբ է, այլ որ հայ կանայք, հայ աղջիկները կարող են իրենց թույլ տալ լինել այդքան հասանելի եւ այդքան մատչելի։ Այսինքն դու նաեւ նկատում ես, որ աղջիկների կողմից Լևոնին են լինում շատ առաջարկներ։ Դե հա, շատ են լինում, ընդ որում ռեալ նույնիսկ ջղայնանում եմ ոչ թե խանդի իմաստով, այլ որ իրենց չեն գնահատում, որ իրենց բարձր չեն գնահատում, կանայք աղջիկները իրենց միշտ պիտի բարձր գնահատեն, միշտ, եւ թույլ տան, որ տղամարդիկ նկատեն իրենց։ Իսկ այս առումով դու լիարժեք վստահում ես ամուսնուդ, մնացածը արդեն յուրաքանչյուր աղջիկ ինչ անում է իր կյանքի հետ է անում։ Այո, ճիշտ այդպես։ Չէ, իսկապես մարդիկ ասում են, խափում ես, դու հաստատ խանդում ես եւ այլն, չի կարող տենց խանդ չլինել,
բայց ես այդպիսի մարդ չեմ տեսակով, ասում եմ, խանդում եմ ընկերուհիներիս։ Տղամարդկանց հանդեպ խանդ չունեմ, որովհետև իրենք տարբեր երևույթներ են, ինչ կապ ունի սերը խանդի հետ։ Ինձ համար կապ չունի, գուցե մեկի համար ունի։ Էվելինա, իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ։ Իմպլանտումը ոչ միայն ստոմատոլոգիական, այլև կոսմետոլոգիական նորաբաց կլինիկա ունի, որտեղ կան մի շարք սարքավորումներ, որոնք եզակի են Հայաստանում, այսինքն միակը Հայաստանում հենց իրենց մոտ են։ Ղեկավարը Ելենա Ադամյան բավականին մանրակրկիտ է մոտենում յուրաքանչյուր դետալի։ Վստահ եմ, որ քեզ շատ բավարարելու է, այնպես որ կարող ես օգտվել, չգիտեմ, ստոմատոլոգիան կընտրես, թե կոսմետոլոգիան կընտրես, բայց երկու պարագայում էլ քեզ առաջատար մասնագետներ են սպասարկելու։ Ես կբացահայտեմ իրենց, շնորհակալ եմ։ Սիրով։ Բոտուլինոթերապիան մեզ հայտնի է որպես կնճիռներից ազատվելու ամենակարճ միջոց, բայց պարզվում է բժշկության մեջ այն ավելի լայն կիրառություն ունի, օրինակ կարող է բուժել միգրենը, ճիշտ եմ ասում։ Այո։ Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է կատարվելու, բայց իմպլանտում էսթետիկ կենտրոնի հիմնադիր Ելենա Ադամյանը մեզ կպատմի մանրամասները։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ներկայացնում բոտուլինոթերապիան կարող է բուժել միգրենը արտահայտությունը։ Բոլորից հայտնի է միգրենը իր սաստիկ գլխացավերով եւ տևական գլխացավերով, եւ ես բազմիցս նշել եմ, որ էսթետիկ բժշկության մեջ բոտուլինոտոքսինը մտել է հենց միգրենի բուժման ընթացքում, այդպես հասկացել եմ, որ կարողանում է լավ անդրադառնալ մաշկի որակի վրա եւ կնճիռների կանխարգելման համար է շատ լավ։ Այս պրոցեդուրան ինչի համար մենք ունենք նաեւ մեր կլինիկայում, որովհետեւ մենք ունենք նաեւ նյարդաբան։ Իսկ քանի որ այս խնդիրը նաեւ նյարդաբանական է, իսկ մեր բժշկուհին նյարդաբան լինելուց բացի նաեւ բժիշկ էսթետ կոսմետոլոգ է, նա ունի իրավունքը կատարելու տվյալ պրոցեդուրան։ Ես գուցե բոտուլինոթերապիայի ավելի լայն կիրառությանն եմ ծանոթ, բայց ամեն դեպքում չեմ պատկերացնում, թե միգրենը ինչպես կարող է բուժվել բոտուլինոթերապիայի միջոցով։ Մի փոքր կմանրամասնեք։ Միգրենը, ով տառապում է այդ խնդրով, գիտի, որ բավականին սաստիկ մկանային կծկումներ է տալիս, իսկ բոտուլինոտոքսինը ինչ է անում, թուլացնում են այդ մկանները։ Եվ դա կլինի մեր միմիկական մկանները, թե կլինի գլխացավ առաջացնող մկանները, դեղանյութը ազդում է միևնույն ճանապարհով։ Եվ այս պարագայում ինքը լայն կիրառություն ունի աշխարհում եւ ընդհանրապես բոտուլինոթերապիան կիրառվում է ամբողջ աշխարհում լայն կիրառություն հենց բժշկության մեջ։ Օֆթալմոլոգիայի մեջ է կիրառվում եւ պրակտոլոգիայի մեջ է կիրառվում, այսինքն ինքը բավականին լայն ծավալով այսօր մտել է բժշկության մեջ։ Ներարկումները լինում են գլխամաշկից։ Ներարկումները լինում են գլխամաշկից, պարզապես այս պարագայում ներարկում են այն մկանախմբերը, որոնք ավելի լարված են։ Այս դեպքում կարող են ծոծրակային հատվածը, քունքային հատվածը եւ իհարկե նաեւ պարանոցային։ Որևէ կողմնակի ազդեցություն կամ վտանգ չունի։ Վտանգը կայանում է նրանում, երբ նմանատիպ պրոցեդուրաներ իրականացնում են ոչ բժիշկները, բայց քանի որ մենք ունենք իրավունք կատարելու նման պրոցեդուրա, քանի որ մեր բժշկուհին նաև նյարդաբան է, բնականաբար նա տեղյակ է բոլոր բարդությունների մասին։ Հավելեմ, որ բժշկուհին այս պարագայում անամնեզ է հավաքում եւ ոչ միայն իրականացնում է բոտուլինոտոքսինի միջոցով, այլ նաև կարող է որոշակի դեղորայքներ նույնպես նշանակել։ Մեր նյարդաբանը իր խորհրդատվության ժամանակ հաստատում է գլխացավը, այսինքն գլխացավը գալիս է հենց միգրենից եւ ինքը իրականացնում է կոմպլեքս բուժում։ Այսինքն մարդիկ կարող են ձեզ դիմել, եթե ունեն գլխացավեր, անկախ նրանից բոտուլինոթերապիա կիրականացվի թե չի իրականացվի, բժշկական օգնություն ցուցաբերել կարող եք։ Այո, իհարկե։ Իսկ այս թերապիան բուժում է, թե ժամանակավոր լուծում է խնդիրը։ Միգրենի բուժումը ինքը 100% չի բուժում, դա բոլորը գիտեն, այսինքն նմանատիպ այցերը ենթադրում են իրենցից ժամանակ առ ժամանակ այցեր հենց նյարդաբանի մոտ եւ կոնկրետ բոտուլինոտոքսինի միջոցով արդյունքը կարող է պահպանել մինչեւ 8 ամիս։ 8 ամիս պահպանվում է մեկ ներարկման արդյունքը, թե հնարավոր է կարիք լինի մի քանի ներարկման։ Դա շատ անհատական է եւ քանի որ կարող են ուղեկցվել նաեւ որոշակի դեղորայքների ընդունում եւ հնարավոր է որ արդյունքը ավելի երկար պահպանվի։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը եւ մեր բուժառուները մշտապես լինելու են կապի մեջ մեր բժշկուհու հետ։ Այսինքն ախտորոշումը եւս իրականացվում է ձեզ մոտ եւ հավելյալ այլ կլինիկա ուղղորդելու կարիք չի լինում։ Այո, այո։ Էսթետիկ միջամտությունները եւս շարունակելու եք անել։ Այո, իհարկե, այն նույնպես շարունակվելու է մեր կլինիկայում, նաեւ կնճիռների վերացման համար, կնճիռների կանխարգելման համար
Եվ իհարկե բուժական առումով ենք նկատի ունեցել, որովհետև բազմաթիվ ունեցել ենք բուժառուներ, ովքեր ունեցել են այս խնդիրը, եւ այն հատվածները, որտեղ իրենց մոտ եղել է միգրենը, եւ ես որպես էսթետ բուժական իրականացրել եմ, այսինքն կնճիռները փորձել եմ վերացնել, այդ հատվածում ցավերը մեղմացել են։ Եվ այստեղից առաջացավ հարցը, որ կարելի է ներգրավել նաեւ նյարդաբանի, ով կարող է այս հարցը լուծել ամբողջությամբ։ Մարդը միգրենի համար է ներարկում անում, թե կնճիռների վերացման համար է ներարկում անում, գնային սանդղակը փոխվում է, թե ոչ։ Գնային սանդղակը փոխվում այնքանով, որ դոզաչափն է, հա, այս պարագայում մեծ։ Կոնկրետ դոզաչափը հաշվի առնելով, բնականաբար արդեն հաշվի են առնում պրոցեդուրայի արժեքը, հա, այսինքն եթե շատ դոզաչափ է օգտագործում, այն էսթետիկ միջամտությունից մի փոքր բարձր արժեք կարող է ունենալ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ելենայի ինստագրամյան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Տեսակով կտրուկ ես։ Այո։ Հա, կտրուկ եմ։ Իսկ երբ հերթը հասնում է հարազատ մարդկանց սխալներին։ Կտրուկ եմ։ Եթե հայրս նույնիսկ մայրս սխալ են, արդարամիտ եմ։ Հա, դա ասվում է։ Իհարկե այլ անձանց մոտ գուցե ես իրենց պաշտպանեմ, բայց դա պարտադիր պիտի ասի, այսինքն իմ հորինած ճիշտը, որովհետև ճիշտը ինքը մեծ հաշվով ոչ բոլորի համար է ճիշտ, շատ հակասական երևույթ է, բայց իմ արժե համակարգի մեջ եթե որևէ բան չի տեղավորվում, կապ չունի ամուսինս, ընկերս, հարազատս, դա պարտադիր ես սիրում եմ ասել, հիմա կընդունի, չի ընդունի արդեն բնականաբար հարազատ մարդկանց մասին է խոսքը, որովհետև անծանոթ մեկին չես կարող գնալ ու թելադրել քո կանոնները։ Արդարամիտ եմ, կտրուկությունը երևի այդտեղ է անցալվում։ Եթե զգում եմ, որ անարդար ինչ-որ երևույթ է տեղի ունենում, ոչ մարդկային, ոչ ճիշտ, ոչ բարի գործ է արվում, այդտեղ ագրեսիա է միանում ինձ մոտ եւ այսպես սվիններով պատրաստ եմ կռիվ տալ աշխարհի դեմ մենակ։ Իսկ Լևոնի հետ հաճախ եք բախվում, թե հա, մի քանի րոպեով։ Ինչի, որովհետեւ ես էլ ինքն էլ շատ մոռանում ենք կոնֆլիկտները ու երբեմն, ասենք, վիճել ենք, կարող է զանգեմ ու ոնց որ ոչինչ չի եղել, հետո իր տոնից զգամ, որ բայ ոնց որ թե մենք կռվել էինք։ Չէ, շատ եմ ներում, առհասարակ որևէ մեկից նեղանալու բնույթ չունեմ, ընդհանրապես նեղացկոտ չեմ։ Իսկ ինքը նեղացկոտ է, եթե հիշեցնում է այդ մասին։ Ինքը կարող է նեղացնել, շատ այսպես ցավեցնել, բայց իր սրտին էլ ոչինչ չկա, դրա համար իրենից չի լինում նեղանալ մի տեսակ, նույն էլ իմ դեպքում դրա համար մեր կռիվները փառք Աստծո տևում են մաքսիմում 1-2 ժամ։ Մի օր լավ։ Մենք որպես զույգ հանդիպել էինք ձեզ, բայց դա այն ժամանակ էր, երբ դեռ ամուսնացած չէիք։ Իհարկե, դուք բավականին երկար ժամանակ ընկերություն էիք անում ու ինչ որ առումով իրար ճանաչում էիք, բայց երբ սկսում եք արդեն կենցաղ կիսել իրար հետ, դա արդեն մի ուրիշ պատմություն է։ Ինչպես ձեզ տրվեց այս փոփոխությունը։ Ոչինչ չի փոխվել մեր կյանքում։ Ոչինչ։ Երբ ասում էին մարդիկ, որ ամուսնությունը գիտես ինչ վտանգավոր է, պիտի շատ զգույշ լինես եւ այլն, այսպես վախացնում էին։ Ես հիմա այս 5 ամիս, հա, եթե չեմ սխալվում, այս ամիսների ընթացքում հասկացել եմ, որ ոչինչ մեր կյանքում չի փոխվել հարաբերությունների իմաստով։ Մենք բարեբախտաբար նոր ինչ-որ այնպեսի բան չենք բացահայտում իրար մեջ, որից կարելի լինի հիասթափվել կամ խանգարում է դա մեզ կենցաղում, ամեն մեկս ունենք մեր բզիկները, բայց նման բզիկներ են իդեպ պիտի ասեմ, թեև ինձ համար նորությունն է կենցաղավարությունը, որովհետև ես մեր տանը այն հարուստ տան ղեկավարի կարգավիճակով եմ ապրել։ Մամա, դու այդ իմ սիրած բանը կսարքես, տատիկը դե գիտեմ, եթե ինչ-որ մի բան թողնեմ, հաստատ կդնի տեղում եւ այլն, իրենք էլ ինձ չեն թողել, միշտ զբաղված եմ եղել։ Ես էլ առիթից որպես տան միակ երեխա օգտվել եմ եւ ամեն ինչ ինձ համար արվել է։ Հիմա ամբողջը ես պիտի անեմ, որովհետեւ չեմ էլ կարող թույլ տալ, որ ուրիշ մեկը անի, չեմ վստահում։ Հաստատ չեմ կարող ինչ-որ մեկին խնդրել, ով գա իմ տան հոգսերը հոգա, չեմ վստահի, ինքս պիտի ամբողջ անեմ, կարևորում եմ դա։ Դրա համար այս գրաֆիկի հետ մեկտեղ ծանր է, այսինքն կենցաղավարությունն է շատ ծանր ինձ համար, բայց առանց դրա էլ ոնց կապրենք։ Տես ծանր կենցաղավարությունը, ինչպես դու նշեցիր, մի կողմից կարող է 10-րդական մի հարց լինել, երբ կասեր,
Մյուս կողմից, երբ դա քո ամենօրյա գրաֆիկում իր տեղն ունի, դա կարող է լինել խանգարող եւ մեկ օր կարող է նյարդայնացնել, երկու օր կարող է նյարդայնացնել, ինչ որ պահի կարող ես հասկանալ, որ ազդում է քո կյանքի որակի վրա։ Դա փոխել է քո կյանքի որակը, թե ոչ։ Հա, երբեմն շատ եմ ջղայնանում, եթե ինչ որ մի բան չեմ հասցնում, եւ այդպես շատ հաճախացավոք սրտի լինում, որ ինչ որ իրեր կարող է տանը դրված լինի, չհասցնես դնել իր տեղը։ Իսկ ես շատ սիրում եմ այդ կողիկությունը, ինձ համար կարևոր է, որ ամեն ինչ իր իմ կյանքի ողջ ընթացքում դա եմ տեսել։ Դրա համար աչքս դրան է սովոր։ Դա երբեմն ջղայնացնում է կամ օրինակ շատ սոված ես, բայց ժամանակ չունես կատեգորիկ ոչինչ սարքելու, ես էլ դրսում սնվել չեմ սիրում։ Սիրում եմ տնական։ Այդ դեպքում օգնության են գալիս ծնողները մեր, Լևոնի ընտանիքը, շատ շնորհակալ ենք իրենց այդ հարցում, որովհետև օգնում են կամ եթե իրենց տուն էլ չեն գնում, տոպրակներով ուղարկում են, անկեղծ եմ ասում, շատ բարի են, լուրջ։ Ես չգիտեմ այդքան հոգատար ծնողներ, ընտանիքներ, որ ինչպես որ մերն է, շատ շնորհակալ եմ իրենց, իրենք այս փուլում մեզ շատ են աջակցում, շատ են օգնում, որովհետև աշխատում ենք 24 եւ 7 աշխատում ենք։ Իսկ Լևոնը պահանջներ ներկայացնող տղամարդ է, թե հա, օրինակ ես չեմ կարողանում լավ հարթուկ անել, բայց իր համար պիտի իր վերնաշապիկները այսպես կոնկրետ ինքն էլ այդպես է տեսել։ Ինձ համար էլ միշտ արվել է, ես ինքս լավ արդյոք չեմ կարողանում անել, հատկապես այս լիոն կտորը, որը որ վարքյանական չմրթվում է։ Միշտ այդ դրա շուրջ կռվում ենք։ Այս շատ կենցաղից մի հատված գիտեմ շատերին է հետաքրքիր։ Լուրջ կռիվներ չեն լինում, բայց օրինակ դրա վրա ինքը կարող է ֆիքսվել, ես էլ ասում դե ինչքան հիմա դե չի լինում, չի ստացվում։ Տես կարող է ինչ-որ լեզվակռիվ թեթև, հետո անցնի գնա, չէ, շուտ ենք բարիշում։ Էվկա, բայց նման դեպքերում դու ձգտում ես ամեն դեպքում սովորել, թե ամեն դեպքում ասում ես, դե ես էլ այսպեսին եմ, ընդունիր էլի։ Եթե ժամանակ ունենամ, ավելի լավ կարտուկեմ, եթե ոչ, ուրեմն ոչ։ Դու օրինակ մտածում ես աշխատանքը մի փոքր պակասեցնես, որպեսզի տանը ամեն բան հասցնես, կենցաղավարությունն էլ չտուժի, որովհետև կնոջ վրա երբեմն շատ մեծ բեռ է դրվում հասցնելու ամեն բան։ Երբ օրինակ մենք ասում ենք, որ դե կենցաղը այդքան կարևոր չէ, դա էլ չենք կարող այդպես միանշանակ ասել, որովհետև քո առօրյան է, հա, այսինքն եթե դու աշխատանքից գալիս ես տուն ու տանը ենթադրենք ամեն բան իր տեղում չէ, դա էլ կարող է ազդել քո կյանքի որակի վրա։ Ճիշտ ես ասում, բայց հիմա ժամանակը չի հանգստանալու, որովհետև մենք երիտասարդ ենք, ես շատ աշխատասեր մարդ եմ, ինքնագովեստ գուցե հնչի, բայց իրոք աշխատասեր եմ, եթե անգամ վերջին շունչը լինի եւ ինձ զանգեն ու ասեն այս գործը կա, ես եթե շատ ուզենամ անել, չեմ կարող ասել ոչ։ Շատ աշխատասեր եմ, 24 եւ 7 կարող եմ անդադար աշխատել։ Դա մեծ էներգիա է տանում։ Տանն էլ է էներգիա գնում այդ աշխատանքների վրա, դրա համար երբեմն շատ սպառված եմ լինում։ Փորձում եմ հասցնել, աշխատանքը այս բանը չի կարող տուժել, որովհետեւ այն ամենաբուրըն ընթացքն է, նույնիսկ տարիքի իմաստով, ես 25 տարեկան եմ, ամենաաշխատանքային թեժ ընթացքն է, տարիքն է, ժամանակ կգա հանգստանալու, երբ ապագայում կլինեն երեխաներ, երբ, չգիտեմ, ինչ որ հանգամանքներ փոխվեն, ես չեմ ասում, հիմա կհասկանան մարդիկ կմտածեն ամբողջ հոգսը տան ինձ վրա է, ես պիտի աշխատեմ, որ ինչ-ինչ հարցեր լուծեմ, չէ, դրա մասին չի խոսքը։ Չէ, աշխատանքը շատ հաճախ նաև ինքդ քեզ ռեալիզացնելու համար է։ Այո, այդ մասին է, ես անդադար կարող եմ աշխատել, կարևորում եմ դա, փորձում եմ տունն էլ հասցնել, փորձում եմ ամեն ինչ լինի իդեալական, դրա համար երբեմն սպառվում եմ ու հանգիստ է պետք, եւ ես իդեպ արդեն կես տարի չեմ հանգստացել ու շատ զգում եմ դրա կարիքը։ Դու նշեցիր, որ հնարավոր է հետագայում, երբ երեխաներ ունենաս, մայրիկ դառնաս, աշխատանքը քո կյանքում ինչ որ առումով գնա երկրորդ պլան։ Դու քեզ պատկերացնում ես այդպես ավելի շատ հենց տնային առօրյայի մեջ, թե դու այդտեղ չես կարողանա։ Ես ինչքան էլ դա մերժեմ եւ նույնն է, ես շատ ընտանիքի մարդ եմ, շատ ընտանեկան եմ։ Ամենաառաջինը ինձ համար ընտանիքն է, շատ սիրում եմ ընտանիքը, ուր էլ գնամ եւ նա տնից լավ տեղ ինձ համար չկա։ Այո, պատկերացնում եմ։ Չէ, չեմ պատկերացնում։ Համ պատկերացնում եմ, համ էլ չեմ պատկերացնում առանց աշխատանքի։ Գուցե աշխատանքի ֆորմատը փոխվի։ Գուցե այդ ընթացքում ավելի կենտրոնանամ տանից աշխատանքի վրա, ինչ որ մի բան գտնեմ, որ կարողանամ տանից անել, բայց դա երևի կրկին կյանքը ցույց կտա, կրկին սովորել եմ վստահել, գիտես, կյանքին։ Ինչը նախկինում ինձ մոտ չկար։ Նախկինում ես շնչակտուր վազում էի ու մի տեսակ փորձում էի ինքս ինչ որ քայլեր ձեռնարկել, իսկ հիմա լռել եմ եւ կյանքին եմ փորձում վստահել, ինքն ավելի լավ գիտի ինչ է ինձ պետք եւ երբ։
Որքան էլ վստահում ենք այն ճանապարհին, որը կյանքը կբացի մեր առաջ, ամեն դեպքում մենք մեր ցանկությունները ունենք կյանքի համար։ Այ օրինակ դու հիմա մտածում ես, որ կուզես, չգիտեմ, X ժամանակահատվածում արդեն մայրիկի կարգավիճակում լինես, թե այդ մասին չես մտածում, որովհետև օրինակ կան աղջիկներ, որոնք երազում են շատ երիտասարդ մայրիկ լինել, կան աղջիկներ, որոնք հակառակը ասում են, չէ, հիմա մի շարք բաներ պիտի անեմ, որպեսզի հետո չափսոսեմ, որ չեմ հասցրել այդ ամեն ինչը անել։ Չէ, դա այն հարցն է, որտեղ մարդկային գործոնը ես դնում եմ լրիվ մի կողմ, այսինքն իմ որոշումը, ես ինչ կուզեի։ Անկեղծ ասած, ես այդ երևույթից, այդ իրադարձությունից վախենում եմ։ Սա շատ բաց խոստովանություն էր քո եթերում։ Այդ երևույթից ես իրականում շատ վախենում եմ, միաժամանակ շատ սիրում եմ, շատ կարևորում եմ, բայց ինչն ինձ համար անիմանալի է, ես չգիտեմ այդ մասին, առաջին հերթին սարսափահար եմ լինում, դրա համար այդ ուղղությամբ շատ չեմ մտածում, մտքերս չեմ գեներացնում այդտեղ, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պիտի լինի, իհարկե, ես շատ սիրում եմ երեխաներ, շատ, այո, ինձ պատկերացնում եմ մամա, ասում են, որ լավ մամա կլինեմ, չգիտեմ, շատ եմ սիրում երեխաներին, այս պահին դա կարող եմ ասել, որ ես պաշտում եմ երեխաներին, այդ բոլորը գիտեն, թե ինչ կլինի, երբ կլինի, ոնց կլինի, այդ ոնցի պատասխանել չունեմ, որովհետև ինքը այնքան տիեզերական երևույթ է, անհասկանալի, անբացատրելի, այո, վախենալու, որովհետև պատկերացրեք, ինչ է տեղի ունենում կնոջ օրգանիզմի հետ, եթե մի պահ մենք կենտրոնանում ենք, չգիտեմ, ցնդել կարելի է, վախենալ միայն ու միայն։ Ինձ մոտ այդ թեև կան մամաներ երիտասարդ, ովքեր շատ հանգիստ են վերաբերվում, շատ խաղաղ են։ Ես այդքան չէ, փոթորկ ունեմ այդ հարցի վերաբերյալ։ Քո վախերը ֆիզիոլոգիայի հետ են կապված, թե հոգեբանական կողմի։ Եվ բայց այդ վախերը ինձ չեն ստիպում մերժել այդ երևույթը։ Որովհետև ասացի, չէ, ինչքան մի բանից վախենում եմ, այնքան ավելի շատ եմ ուզում ինձ հետ այդ բանը լինի, ու ինձ թվում է այդտեղ մարդու ուժն է մի քիչ ավելի շատ դառնում ակնհայտ, էլի։ Գիտես, ես մերժողականության մասին չեմ խոսում ու կարծում եմ, որ այն վախերը, որոնց մասին որ մենք հիմա խոսում ենք, ինչ որ առումով նաև բնական են, ինչ որ առումով չէ, բնական են, որովհետև դա իսկապես մեծ փոփոխություն է ու երբեմն երբ մենք խոսում ենք տարբեր բարդփուլերի մասին, որոնց միջով կանայք անցնում են կյանքի այդ շրջանում, հենց այդ ամեն ինչից ես նաև վախենում եւ դա նորմալ է։ Հատկապես երբ դու շատ զգայուն մարդ ես, պատկերացրու։ Բայց հետաքրքիր է, հա, ամեն մեկս մեր վախը մի ձևով ենք փաթեթավորում։ Այսինքն ամեն դեպքում, որքան էլ տարբեր կողմեր ունենա որևէ հարց, ամեն մեկիս վախը ունի իր տեսքը։ Քո վախը ինչի տեսքով է, ամենից շատ ինչից ես վախենում։ Սա շատ հոգեբանական վերլուծություն պիտի անեմ, գիտեմ ինչից եմ ամենաշատը վախենում։ Երբ աշխատում ես համապատասխան մասնագետների հետ, իսկ ես շատ եմ սիրում համապատասխան մասնագետների հետ աշխատել։ Իմ շատ սիրելի հարազատ ընկեր, հոգեբան կարելի ասել, ում հետ երբեմն, եթե զգում եմ կա կարիք հանդիպում ենք, մենք իր հետ պարզեցինք իմ վախի աղբյուրը որն է, անուժ լինելը։ Ես վախենում եմ այն կետից, որտեղ կլինեմ անուժ, որտեղ որ չեմ կարողանա ինչ-որ բան փոխել։ Իսկ այդպիսի երևույթներ մեր կյանքում շատ են, ընդհանուր նաև մահը, թեև մահի պարագայում շատ հետաքրքիր մեկնաբանություն կա, ինչպես նշում են նաև հոգեբանները, մենք մարդիկս վախենում ենք մի բանից, եթե վախենում ենք մահից, ինչին երբեք չենք առերեսվում։ Մենք չենք տեսնում մահը կյանքի ընթացքում, որտեղ մեռնում ենք, այդտեղ չկա կյանք, չէ՞, մենք առհասարակ չենք առերեսվում մահին։ Վախերը հնարածին երևույթներ են, ընդ որում ասեմ, ինչ որ մի բանից վախը կարող է վկայել մեկ այլ բաց կետի մասին քո կյանքում, որ նույնիսկ չպատկերացնես։ Իմ վախերը սովորաբար տանում են ամենավերջին կետը անուժ լինելն են։ Վախենում եմ այն իրավիճակից, որտեղ իրավիճակը կլինի անվերահսկելի։ Ես չեմ ունենա վերահսկողություն տվյալ իրավիճակում։ Նույն ինքնաթիռը։ Մեր խոսում ենք, այս հոգեբանս ասաց լսի, գիտես, դու պիտի մինիմում լինես օդաչու, որ չվախենաս ինքնաթիռից։ Այսինքն դու պիտի կառավարես, որովհետև եթե X մարդ է դանում, վերջ, արդեն տոկոսները, հավանականությունները, չէ, կամ այս կողմ, կամ այն կողմ 50-50 են դառնում, այն երևույթը, այն իրադարձությունը, որը անվերահսկելի է, իմ վերահսկողությունը այդտեղ շատ քիչ է տոկոսային հարաբերակցությամբ,
դա ինձ մոտ վախ կարող է առաջացնել։ Քանի որ մենք մայրությունից էինք խոսում եւ մայրության վախից էինք խոսում եւ դու շատ ավելի գլոբալ վախերի մասին գնացիր։ Դու ինչ որ առումով այդտեղ ես վախենում, գուցե ոչ թե անուշ լինել, այլ ինչ որ հարցերում երբեմն լինում է, չէ, օրինակ ասում են մայրական բնազդը քեզ ուղղորդում է եւ ամեն բան կարողանում ես անել, բայց օրինակ երբ նայում ես կողքից ինչ որ երևույթ է, ասում ես լավ, ոնց է կարողանում, ես չէի կարողանա։ Այսինքն դու այդտեղ ես, քեզ ինչ որտեղ անուշ պատկերացնում։ Այդ երևույթը, մայրանալու երևույթը, քանի որ անծանոթ է եւ դու չգիտես ինչ քեզ է տեղի կունենա, միանշանակ այնպիսի զգայուն մարդկանց մոտ ինչպիսին օրինակ ես շատ զգայուն եմ, էլի, շատ էմոցիոնալ եմ, կարող է ինչ-որ վախեր արթնացնել, բայց կյանքը ցույց կտա ինչպես կլինի։ Էվկա, ես վստահ եմ, որ ամուսնուդ հետ էլ խոսում եք այս մասին։ Երբ որ դու եւ Լևոնը խոսում եք ինչ-որ նմանատիպ հարցերի մասին, իր մոտ էլ կան վախեր, կամ դեռ զգուշանալ, դեռ չշտապել, թե քո տնօրինությանն է թողնված հարցը։ Առհասարակ ինքը վախկոտ չի, ես չգիտեմ, ասում եմ դու լավ, չկա մի բան, որից որ կվախենաս, էլի վախնել չէ, բնական զսպող երևույթ է ինքը երբեմն, որի ճիշտ չափաբաժինը էլի լավ է, ված չի օգտակար է նույնիսկ։ Ինքը ընդհանրապես անվախ մարդ է, եւ մենք այդ հարցի շուրջ չենք կենտրոնանում, ընդհանրապես հատուկ կենտրոնացում չկա։ Մենք ուղղակի զրույցների մասն է, գիտես, խոսքս ավելի շատ։ Իմ վախերը մի քիչ անլուրջ վախեր են, գուցե հիմա այսպես նստած ենք լուրջ հարցազրույցի ժամանակ մարդիկ շատ կենտրոնանան, բայց իմ վախերը, այդ դրսևորումները մի քիչ անլուրջ կարող են թվալ հասուն տղամարդու աչքերում, ու ինքը այդքան էլ լուրջ չի վերաբերվում, բայց մեծ հաշվով, հա, դե ինքը միշտ որ անում է ինձ support, այսպես ասած, դա անխոս, բայց այս վախերը, եթե շատ պիկային ինչ-որ պահի հասնում են, գուցե իր հետ խոսեմ եւ այլն, բայց սովորաբար ճիշտ մասնագետի հետ կարելի է խոսել այս մասին եւ լուծել այդ հարցը ու վերջ։ Գիտես ինչն էլ է հետաքրքիր, Էվկան, որը պիտի նույնիսկ ինքնաթիռ ու մոթաչուն ինքը լինի, որպեսզի վստահի։ Ինչպես կարողացավ վստահել Լևոնին։ Շատ լավ հարց է, որովհետեւ Լևոնին չի կարելի չվստահել, ինքը շատ վստահելի մարդ է, շատ անկեղծ մարդ է, շատ բարի է, անչափ։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկին կարողանա վատություն անել, շատ բարի սիրտ ունի եւ այս արժեքները իր մեջ տեսնելուց արդեն իսկ բացի այդ մենք ուսանողական տարիներին ենք շփվել դեռ, որ 17-18 տարեկան ենք եւ այդ ժամանակ, երբ որ գրեթե ընկերներ եք, այսպես ասած եւ այլն, այդ վստահության պահը ընկերանալով է եղել, բարդ չի եղել։ Ինքը շատ վստահելի մարդ է։ Բայց դու նուրբ մի բան ասացիր, որ երբեմն ինքը կարող է ցավեցնել, ու մարդը կարող է լինել վստահելի, ընդհանուր առմամբ լինի բարի, վատություն անելու ունակ չլինի, բայց հարազատ մարդկանց խոցելը շատ ավելի հեշտ է, եւ դու կարող է վատ մարդ չլինես ու վատ հատկանիշներ որպես այդպեսին ընդգծված չունենաս, բայց հարազատ մարդկանց կարողանաս խոցել այնպես, ինչպես մեկ ուրիշը չէր կարող, որովհետև մեկ ուրիշը այդքան մոտ չէր։ Ու դու էլ խոստովանեցիր, որ ինքը կարող է թեկուզ բառերով խոցել։ Ինքը ավելի շատ, ես նրբանկատությունը գնահատող մարդ եմ, շատ եմ նրբանկատություն ասվածը կարևորում եմ միշտ։ Ինքը չէ, ինքը նրբանկատ չի։ Կարող է մի բան ասել, ավելի արտաքին, հա, այսպես, չեմ ասում հագուստից վերաբերյալ մազիս, աչքիս, դա կարող է լինի նույնիսկ իր ամենասիրելի հարազատի նկատմամբ։ Ինչ որ մի բան ասի, որը չպատկերացնի, որ դա կարող է վիրավորի մարդուն կամ կարող է ինչ որ բայ դուր չգա նեղացնի, բայց ասի այդ ֆորմատով է նեղացնելը լինում, շատ կոնկրետ ցավեցնել, վատություն անել, ինքնագնահատականիդ վրա վատ անդրադառնալ, չէ, այդ երևույթի մասին չի խոսք, ավելի արտաքին, ավելի թեթև, այդպես կարող է խոսել։ Հիմա դու ասում ես արտաքին, մարդիկ կարող են արտաքին հենց ընկալել ու չհասկանալ։ Դրա համար ասացի, չգիտեմ, օրինակ չունեմ որ ներկայացնեմ, բայց կծի էլի, ասենց նուրբ կարող է կծել մարդկանց։ Որ ասես լավ, ինչ է ես քեզ արել։ Ես ու իր մաման ենք միշտ նեղանում իրանից։ Ես շատ նեղացնում, ճնշում։ Միաժամանակ նաև օրինակ քո ինքնագնահատականի ձևավորման վրա ինչ դեր է ունեցել ինքը, որովհետև որքան էլ որ մենք խոսում ենք
անկախ արտաքին աշխարհի գնահատականներից քո կարծիքը քո մասին ունենալու մասին, միևնույն է, հա, հարազատ մարդկանց կարծիքները կարող են ազդել մեր ինքնագնահատականի վրա։ Խոսքս ինչ որ 10-րդական մի մարդու մասին չէ, քո առաջին շրջանակի մասին է։ Այո, այս վերջերս էլ խոսել եմ այդ մասին, որ եթե գրի ինչ որ մեկով կասի ինձ առասարակ որևէ մեկի կարծիքը հետաքրքիր չի, ես չեմ հավատա։ Բայց դու կարող ես ընտրել ում կարծիքը կարևորել։ Իհարկե, հենց այստեղ ես ընտրում եմ ում կարծիքը կարևորել եւ իմ բախտը բերել է այն մարդկանցից, որոնցից որ ես ստանում եմ լավ, ջերմ եւ դրական խոսքեր, այն մարդիկ են, ում ես ինքս համարում եմ ճաշակով, հետաքրքիր մարդիկ, ում ես ինքս սիրում եմ, ինչ որ պահի այո հետևում եմ, լսում եմ, իմ բախտն այդ առումով բերել եմ։ Բնականաբար նաեւ ամուսինս, դու եթե ընտրել է ինձ, նշանակում է, որ ես իր համար լավագույն հատկանիշներն ունեցող մեկն եմ, ընդ որում ոչ միայն արտաքին։ Բնականաբար խոսքը միայն արտաքինի մասին չէ, բայց երբեմն մարդիկ ընտրում են եւ դու զարմանում ես ինչու են փորձում անդադար փոփոխել իրենց ընտրությունը, բայց մենք ցավոք սրտի մեր միջավայրում շատ ավելի հաճախ հանդիպում ենք մարդկանց, որոնք ընտրում են եւ հաշ չեն իրենց ընտրության հետ, քան մարդկանց, որոնք ընտրում են եւ ընդունում են մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա։ Դրա համար ես կուզեմ խոսենք ձեր օրինակի մասին, որովհետեւ ես կարծում եմ, որ իր վերաբերմունքը նաեւ օրինակ կարող է լինել, թե ինչպես պետք է վերաբերվել կնոջը։ Դե հա, ես իրեն նաեւ շատ գնահատել եմ միշտ դասյարակության համար, ինչպես է վերաբերվում կանանց, նույն ուսանողական տարիներին, իմ ընկերուհիներին, ինչ ջերմ եւ այսպես ջենտլմեն վերաբերմունք ունի կանանց նկատմամբ, եւ այո, միշտ գոհ վերաբերմունք, ինչ էլ ուզում է լինի, կլինի վաղ առավոտյան, կլինի ուշ երեկոյան, դիմահարդարմամբ, թե առանց, միևնույն է ինքը շատ սիրահարված աչքերով է նայում ինձ։ Բախտուս բերել է այդ հարցում, փոխել որևէ հարցում չեմ, հա, մի քանի բզիկներ, այսպես ասած, եղել են, փոփոխել, այո, ինչ որ հարցերում եղել է, փոփոխություններ, որ քննարկում ենք, ասենք ասում ես այն օրինակ դուր չի գալիս, ես էլ ասում եմ ինձ համար կոմպենսացնող ինչ որ մի բան, ասում դե արի ուրեմն որոշենք, դու մի արա այսպես, ես չանեմ այսպես, ընտրում ենք, անում ենք զոհաբերություններ, առանց զոհաբերությունների, զույգերի հարաբերությունները ինձ թվում է անհնարին կլինեն, առանց խելամիտ զոհաբերությունների։ Էվկա, իսկ դու ինչ ես փորձում փոխել իր մեջ։ Որ չուշանա, որ ուշադիր լինի ավելի։ Դու ամուսնությունից հետո ավելի ուշացող ես դարձել իր պատճառով։ Չէ, ասի այդքան էլ իր պատճառով, ավելի այդ աշխատանքների պատճառով, որ ասես դե լավ դա ես մի ամանն էլ լվանամ նոր տնից, դե լավ դա ես մի բան էլ կանխեմ իր տեղը նոր տանից դուրս գամ, այս սրանց պատճառով մի քիչ ուշացող եմ դարձել, ինչը միևնույն է անընդունել է ինձ համար եւ ես ամեն վարքյան փորձում եմ դա շտկել, բայց ինքն առհասարակ իր տեմպորիթմը, մեր տեմպորիթմերը շատ տարբեր են։ Կյանքի տեմպորիթմերը տարբեր են եւ դա կարող է ազդել միմյանց վրա, բայց փորձում ենք հիմա ինքը փորձում ավելի ուշադիր լինել, ես փորձում եմ ինչ-ինչ հարցերում ավելի ցրված լինել վերավ, ասենք դե հա, օրինակ, հա ինչ որ մի բանը պակասում է կամ ինչ որ մի բանը փչացել է, տանը, հա, համարենք, ժամանակ չունենք, ասում դե լավ, դե ոչինչ։ Ուրիշ դեպքում կամ այլ ժամանակ ես դա չի անի, կկենտրոնանայի դրա վրա։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Քո հիմնական աշխատանքը այս պահին ռադիոյում է եւ դու նշեցիր, որ Էվելինան սիրում է գումար աշխատել։ Դու ռադիոյով կարողանում ես լավ գումար աշխատել, թե այստեղ նաեւ Instagram-ն է միացել, որովհետեւ նույն Instagram-ում այսօր բավականին մեծ գումարներ են պատտվում։ Էվելինան ոչ միայն Instagram-ով, ոչ միայն ռադիոյով, ոչ միայն հեռուստաընկերությամբ աշխատում է, իր գումարները բարեբախտաբար։ Պատմիր։ Դա գաղտնիք չէ, գաղտնիք չկա, բայց գործունեությունն է, որը գաղտնի ես պահում։ Իմացա։ Ես գիտեմ ինչպես աշխատել գումար, այսպես ասեմ, աշխարհում շատ գումար կա եւ շատ բնական եւ լավ ճանապարհներ կան գումար աշխատելու։ Դե պատմիր մարդիկ էլ իմանան այդ մասին, գուցե դու որպես խելացի աղջիկ հասել ես այդ կետին։ Մասին կխոսեմ, չէ, բայց ճիշտ ես ասում, հիմնական
աշխատանքը դա ռադիոն է եւ հեռուստաընկերությունն է եւ նաեւ այժմ Instagram-ը, բայց ես երբեք դրանց վրա չեմ կենտրոնանում։ Էվելինա, որտեղ ես գումար աշխատում։ Դե։ Ինչեր են գրել, ես պատկերացնում հիմա ինչ մտքեր են ունենալու նրանք։ Պատմիր, որ մտքեր չունենան։ Թող ունենան։ Հետաքրքիր է այդպես ավելի։ Դու երբ սովորեցիր խաղալ մարդկանց երևակայության հետ։ Երբ որ հասկացա, որ դա ուզում են։ Որովհետև սկզբում անկախ քո ամուր կամք ունենալուց միևնույն է ցավոտ էր։ Չէ, որովհետև ժամանակներն են թելադրում։ Ընդ որում Ես ուզում եմ, որ դու անկեղծ պատասխանես այս հարցին։ Կոպիտ է ասված խաղալ մարդկանց երևակայության հետ։ Դե հենց հիմա դու խաղում ես մարդկանց երևակայության հետ։ Ես գիտես, մարդկանց թվում է, թե քո մասին ամեն ինչ գիտեն։ Եվ այժմ էլ երբ նայում ենք Instagram-յան հարթակը, չէ, այլ մարդկանց տարբեր, կլինի բժիշկ, կլինի դերասան, թե կլինի հաղորդավար։ Եվ մեզ թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք իրենց մասին, բայց չենք հասկանում, որ գիտենք այն, ինչ իրենք ուզում են, որ իմանանք։ Ինչ չգիտենք, նշանակում է չի ուզել, որ իմանանք։ Հիմա լիքը բան կա, որ ես չեմ ուզում, որ մարդիկ իմանան, որտեղ դա շատ իմ անձնական տարածքն է եւ դա երբեք չեն իմանա։ Իմանում են, տեսնում են այն, ինչ ես ուզում եմ, որ իմանան ու տեսնեն։ Էվելինա, իմիջը հելոց մարդիկ քեզ շատ սուր, անտակտ ու տգեղ ձևով ընդունեցին, եթե այսպես որպես նորեկի, նորամուտ, հա, համարենք, շատ տգեղ պատմություններ եղան, թե մարդիկ ինչպես քեզ ընդունեցին։ Բայց ժամանակի հետ շատերի կարծիքը փոխվեց, մեր հարցազրույցից հետո շատերի կարծիքը փոխվեց, որովհետև շատերը պարզապես հիացան Էվելինայի խոսքով, խելացիությամբ եւ այլն եւ այլն։ Բայց հիմա դու փոփոխություն զգում ես, թե ամեն դեպքում այն շատ սուր ու տգեղ կարծիք ասողները միևնույն է մնացին իրենց տեսակի մեջ։ Նախ էլի այսպես կարող է գուցե քննարկվող բան ասեմ, բայց միևնույն է շատ մասնագետների կարծիքով, շատ գործընկերների կարծիքով այդ մեծ ալիքը ինքը արեստացին ալիք էր, վատաբանության այդ ալիքը արեստացին էր, որովհետև մեր հասարակությունը ունի, չէ, այդպիսի սովորություն, ասենք տեսնում է, որ ինչ-որ մեկը այսինչ մարդու նկատմամբ ունի այսինչ կարծիքը, վերջ, ոնց ասեմ, մի տեսակ ռոբոտային մտածելակերպ։ Այսինքն խոսքն այն մասին է, որ սկզբում եղան որոշակի կարծիքներ, որոնք ուղղորդող դարձան մյուսների համար։ Այո, դա իմ կարծիքը չի, ես միևնույն է մերժում եմ այդ կարծիքը, ասում եմ, չէ, մարդիկ այդքան վատը իմ հանդեպ չեն կարող լինել, ես թշնամիներ չունեմ այնպիսի մարդիկ, որոնց արել եմ վատություններ, չի կարող նման մեկը հայտնվել եւ ասել, այսպես բացահայտ կարող եմ նշել, բայց շատ ու շատ մասնագետներ, իմ ընկերներից մարդիկ ասում են, որ դա ուղղորդված էր։ Կարող է այդպես է, կարող է այդպես չէ, ես ամեն դեպս հակված չեմ դրան, բայց չեմ էլ բացառում։ Բայց դու առ այսօր այդ ատելության ալիքը զգում ես քեզ վրա, թե ոչ։ Ես անկեղծ եմ ասում, երբեք ռեալ այդ ատելության ալիքը դա էլի մտածելու տեղի տալիս, որովհետև ռեալ երբեք այդ մարդկանց ես չեմ հանդիպում, ես չգիտեմ իրենք ուր են, ես չգիտեմ իրենք ովքեր են։ Այդ ֆեյքերի տակ ես չգիտեմ ովքեր են թաքնված, որովհետև չեմ տեսնում իրենց։ Դուք չեք պատկերացնի, օրվա ընթացքում ես ինչքան լավ մարդ եմ տեսնում, ինչքան բարի եւ սիրուն խոսք ասող մարդ եմ տեսնում եւ այնքան եմ ուրախանում, որ մարդիկ կանայք, դեռահասները, աղջիկները, երիտասարդները կարող են այնքան ինքնաբավ լինել, այնքան ներսից պարզ ու մաքուր լինել, որ անկեղծորեն բարձրաձայն են։ Վերջերս այնքան լուրջ ու հետաքրքիր մարդիկ են եկել ինձ մոտեցել, որ ես ամաչել եմ, որ իրենք են գալիս ինձ կոմպլիմենտ անելու կամ ինչ-որ լավ բան, լավ խոսք ասելու։ Ասում եմ, ինչ հետաքրքիր է, որ մարդիկ այսքան ազատագրված են, այսքան լիարժեք են, ինքնաբավ են։ Ինձ միշտ լավ մարդիկ են հանդիպում։ Ես չգիտեմ ովքեր են այդ վատաբանող, թաղող եւ հոշոտողները։ Ես իրոք չգիտեմ, իրենց չեմ ճանաչում, չեմ առերեսվել։ Իմիջը հելոց Լևոնը փորձում էր հնարավորինս զերծ մնալ որևէ կերպ մեկնաբանելուց այդ մեկնաբանությունները, որովհետև չէր ուզում կարևորություն տալ այդ ամեն ինչին, բայց վերջերս ինքն էլ սուր արձագանքել էր։ Ամեն դեպքում իր նյարդերն էլ ինչ-որ պահի տեղի տվեցին, թե Չէ, մենք այդ հոլովակները, որոնք որ տեսնում եք, սովորաբար հումորային են, մենք երբեմն ուրախանում ենք, ինչ-որ
Այդպես ասում եմ, օրինակ, ասում են կինոդ գեշ է տղա ջան, չի կարող մի հատ սիրուն ավելի կարքին աղջկա գտնել եւ այլն։ Միշտ ուրախան մենք ինքն էլ սպոնտան ես իմ կյանքը չեմ խմբագրում, այնքանը որքանը որ ուզում եմ տեսնել, չեմ խմբագրում, անում եմ story մի անգամից ուզում եմ որ դա տեսնեն, տեսնում են, չեմ ուզում, չեն տեսնում, չեմ ապրում խմբագրված։ Այն ինչ որ ինչի հանդեպ որ բացեմ, վերջ։ Դա հումորային հոլովակ է ընդհանրապես։ Գիտես, մի բան էլ է շատ հետաքրքիր, երբ նայում ենք այն իրականությունը, որը կա սոցցանցերում եւ այն իրականությունը, որում մենք ապրում ենք, դրանք երբեմն ուղիղ հակադրության մեջ են։ Այսինքն իրականության մեջ դու կարող ես տեսնել շատ բարի դրական մարդկանց, չգիտեմ, կարող են հանդիպես 10 մարդու, որոնցից մեկը քեզ ուղղակի այսպես վատ ձևով չափի, 9 այնպես լայն կժպտան, բարի խոսք կասեն եւ այլն, ու միաժամանակ երբ մտնում ենք սոցցանցեր, անպայման չի, հա, անձնավորված, առհասարակ մարդիկ ինչպես են իրար վերաբերվում սոցցանցերում, քեզ թվում է, որ ատելությունը գագաթնակետին է, երբ դու սոցցանցերում ես, երբ դուրս ես գալիս փողոց, այդպես չէ։ Դու իրականում այս իրականության եւ սոցցանցային իրականության մեջ բախում տեսնում ես։ Հա, իհարկե, որովհետեւ այնտեղ մարդիկ իրենց անունով չեն ներկայանում։ Կան մեթոդներ բարձելու թե իրականում ովքեր են նրանք, այդ ֆեյքերի տակ ովքեր են թաքնված, բայց ես ժամանակ ունեմ նստելու եւ բարձելու ըստ։ Ես դրա մասին չեմ խոսում, ավելի շատ ուզում եմ հասկանալ, մենք իրականության մեջ ամեն դեպքում մի քիչ ավելի բարի ենք, թե վախենում ենք ցույց տալ այն չարությունը, որը կա եւ ֆեյքով գուցե կարող է դրսեւորվել։ Դժվար է պատասխանել այդ հարցին։ Մարդու աչքերի մեջ պիտի նայես, որ հասկանաս։ Ես չգիտեմ։ Դու ինչ ես հասկանում, օրինակ մեր հասարակությունը իրականում մի քիչ ավելի բարի է։ Մեր հասարակությունը կամ կրթված է կամ ոչ, որովհետև տգիտությունը ամենամեծ շարիքն է աշխարհի ինձ համար, ամենամեծ։ Եվ այն մարդը, ով կարող է շատ խելացի մարդիկ կան, ովքեր էլի չար են, դրա մասին չի խոսքը, բայց սովորաբար տգիտությունն է ուտում մարդուն, հում ուտում է։ Եվ ես շատ կուզենամ, որ մենք ավելի շատ դրա վրա կենտրոնանանք, երբ որ կրթվում ես, այդ կրթությունը, չէ, գիտությունը բացում է քեզ համար ճանապարհներ, հոգիդ բացում է։ Ավելի թրթռում ես, ապրում ես, սկսում ես ապրել, սկսում ես ծառերին այլ աչքով նայել, ծիտիկների ծլվլոցը այլ ձևով լսել։ Ինտելեկտդ երբ հարստանում է, սկսում ես ավելի բարի լինել իմ համոզմամբ։ Թեև ասում են, որ շատ տաղանդավոր եւ շատ խելացի մարդիկ կան, ովքեր շատ չար են, դրանք վախենալու են։ Ավելի ինձ թվում է։ Էվելինա, շնորհակալ եմ։ Ուզում եմ հիմա անցնենք մեր հաղորդման երկրորդ փուլին։ Ես քեզ տալու եմ բլից հարցեր, դու ինձ տալու ես արագ, անկեղծ պատասխաններ։ Որն է եղել ամենաթանկ գնումդ։ Հարսի շորը վերջերս։ Ինչ հարժեր։ Մոտ $2000, չէ, ավել։ Չէ, մի խոսքով։ Մոտավորապես, ոչ Արժեքը ասա հարսից զգեստի $2000։ Իմիջայլոց յուրահատուկ հարսի կերպար էիր ընտրել քեզ համար, դա էլի դու ես դետալներով մշակել, թե համագործակցել էիր ինչ-որ մարդու հետ։ Չէ, ես այդ զգեստը երբ տեսա առաջին անգամ, ասացի, որ սա իմը պիտի լինի, եւ շատ տաղանդավոր Արայիկ Գաբաջյանը վերցրեց այդ պարտականությունը իր վրա, եւ այնքան հեշտ ասաց, որ ես կստանամ այն ինչ ուզում ես, եւ այդպես էլ եղավ։ Ես այդ զգեստով, չգիտեմ, շատ երջանիկ եմ, որ այդ զգեստն եմ կրել, որովհետև իմ մասին շորեր, իմ մասին էր դա։ Որն է եղել ամենաէժան գնումդ։ $1500։ Մայկա ինչ-որ թեթև։ Քանի որ դու այն մարդկանցից ես, որը մատչելի գնումների մեջ կարող է հենց ոչ այն լուծում էլ գտնել, քո մայկա պատասխանը ինձ չի բավարարում։ Որն է Ահա, համեցեք ակնոց վրայից, որը գնել եմ զեղչով, քանի որ ասացի չէ, մարքեթինգի զոհ եմ, որտեղ զեղչ այնտեղ ես գնել եմ ակնոցս $1500, շատ սիրուն է, ինձ դուր եկավ։ Հրաշալի է։ Որն է եղել ամենաաբսուրդ գնումդ։ Շատ են դրանք։ Վայ, կոշիկներ ունեմ, որոնք տարօրինակ քիթ ունեն, այսպես տարօրինակ կտրվածքներ, դա Լևոնը չի սիրում, երևի դրանք ասեմ, այդպիսի կոշիկներ։ Ինչ արժեն։ Էժան, գնի մասին չի խոսքը, դա գնել եմ outlet-ից, իր իրական արժեքը դե բնականաբար շատ թանկ է, բայց ավելի էժան, 30-40 հազար դրամ։ Ամսական որքան գումար ես ծախսում հագուստի համար։ Նայած ամիս միջինում 100,000 դրամ։ Գնված հագուստը վերադարձնում ես խանութ։ Սովորաբար ոչ, որովհետև գիտեմ ինչ եմ ուզում, միանգամից վերցնում եմ ինչ որ ինձ պետք է։ Բրենդային հագնվելը կարևոր է, թե ոչ մենք արդեն խոսեցինք, բայց ամեն դեպքում ունես սիրելի բրենդ։ Կոշիկների բրենդեր կան, որ շատ եմ սիրում, օրինակ Aquazura կասեմ։ Ինչ հագուստ երբեք չես հագնի։ Վուլգար։ Նույնիսկ ես մի քանի անգամ հագնում ես։ Հա, վերջերս ավելի քիչ, որովհետև թելադրում է կյանքը, ուր գնում ենք միանգամից ֆոտոներ են դրանով հայտնվում եւ այլն, ես էլ սիրում եմ անսպասելի լինել,
վերջերս ավելի քիչ, բայց հա իհարկե առօրյա հագուստները անշուշտ։ Տղամարդու հագուկապի մեջ որն է ամենակարևոր դետալը։ Կոշիկը։ Առհասարակ ես կարևորում եմ կոշիկը կլինիկին, թե տղամարդ, ես կոշիկով կարող եմ որոշել մարդու տեսակը, մտածելակերպը, իր գույնը, իր մասին պատմություններ, կոշիկը ամենակարևոր դետալն է եւ միակ դետալն է ինձ վրա սովորաբար միշտ լինում, որը ավելի մի քիչ թանկարժեք են մնացած հագուստի մասերը եւ պիտի լինի միանշանակ որակյալ։ Միշտ դաժե փոքր ժամանակվանից հիշում եմ, որ ասում էի, մամա, սրա կարը լավը չի, ասենց զարմացած մամաս ասում, դու ինչ ես հասկանում կարից, էլի, կոշիկի կարից, բայց ես կենտրոնանում եմ, պիտի լինի նուրբ, անգամ ունեմ կոպիտ կոշիկներ, չգիտեմ մեկնաբանությունս որքանով են հասկանալի, բայց ասում եմ նույնիսկ այդ կոպտության մեջ պիտի լինի նուրբ, իր կարը, իր ձևվածքը, կոշիկը շատ եմ կարևորում, ինձ համար արվեստ է կոշիկը։ Շատ լավ, ու հիմա կարող ենք հաշվել քո այսօրվա լուքի արժեքը։ Հա, շատ պարզ, ես այսօր հատուկ մտածված, հագել եմ շատ պարզ բաներ, որը որ կարող է մարդկանց կամ դուր գալ կամ չգալ, դա արդեն ճաշակի հարց է, յուրաքանչյուրս ունենք մեր յուրովի ճաշակը, բայց սա իմ մասին է շատ, ես ինձ այսօր զգում եմ այս տրամադրության մեջ, մեքսիկական կազակներով։ Իդեպ ասեմ, որ դետալները թելադրում են տրամադրություն, մի ներկայացում ունի, որտեղ խաղում է ֆիլիպինցի, նույն վարսերը եւ այլն, մազերս աֆրո հյուսեր էի անում, այսպես ամուր գլխիս, ֆիլիպինցին ընդ որում չէր էլ հասկանում, տղա է թե աղջիկ, էներգետիկան վայրի էր համենայն դեպս, այդ մազերով որ ապրում էի, նստում էի մեքենայի ղեկին, սկսում էի մեքենան վարել լրիվ ուրիշ ձև, ավելի կոպիտ, ավելի ագրեսիվ, կանացիությունից դուրս, ասում եմ, ինչ հետաքրքիր է, որ դետալները թելադրում են տրամադրություն, ինձ մոտ հաստատ այդպես է, իմ հագուստը միշտ խոսում է իմ տրամադրության մասին, սա իդեպ ամուսնուս պիջակն է, շատ եմ սիրում նաև տղամարդկանց էլեմենտներ ունենալ, լայն, ժամանակին պապայիս վերնաշապիկներն էի հագնում, հիմա որ արդեն Լևոնի հետ եմ ապրում, Լևոնի, սա Լևոնի պիջակն է, պաշտում եմ այս կտորը, Լեոնը, Միշկավինը, արժեքից սկսի։ Չգիտեմ, արժեքը ամուսինս կասի, կարծում եմ մոտ մի 100,000 մաքսիմում։ Ինձ թվում է, մենակ պիջակը։ Շորտը մոտ արժի 10,000 դրամ, զեղչված եմ էլի արել, վերնաշապիկս կրկին զեղչով եմ արել, լավ հիշում եմ, քանի որ իմ շատ սիրելի վերնաշապիկն է սա, 9,000 դրամ եմ արել, իր իրական արժեքը մոտ 2900 էր։ Կոշիկները արժի 120,000 դրամ, $300 ուզում եի ասել, ճիշտ եմ, չէ՞։ Պայուսակս մոտավորապես 20,000 դրամի կարգի է, բայց ինչ որ ասում զեղչերով շատ եմ սիրում զեղչված ապրանքներ, որովհետև եթե կարող ես գնել էժան, ինչու գնես թանկ։ Դրանից վզնոցը մորաքրոջինս է, հասկացա, որ ինքն ինձ պետք է եւ խլեցի շատ արագ։ Ժամացույցը արժի մոտ 75,000 դրամ, թևնոցը եւ ներսի վզնոցը էլի էստեղից չի, ծովափիցա մոտ էլի 10,000 դրամ, եթե փոխակերպեմ դրամի, եւ այս հիմա ակտուալ թևնոցները հատուկ կայքերից կարող ես պատվիրել շատ էժան, բայց ես այստեղից առել եմ մոտ 7,900 դրամ։ White Agent հարսանեկան զգեստների սրահը ձեզ առաջարկում է հարսանյաց զգեստների լայն տեսականի։ Այստեղ առկա է ավելի քան 300 զգեստ աշխարհի տարբեր բրենդներից։ Սակայն եթե դուք ձեր ընտրությունը անեք ոչ առկա տեսականուց, White Agent-ը կապահովի ձեր երազանքների զգեստի ներկրումը Հայաստան, այնպես որ դուք էլ կարող եք ունենալ ձեր երազանքների զգեստը, որը հենց ձեր մասին է, ձեր հարսանիքի օրը շնորհիվ White Agent-ի։ Դե հիմա ասեք, կպատկերացնեք, որ այս շքեղ եւ յուրահատուկ լուծումներով հարսանեկան զգեստը հայկական Վենա Ամարիս բրենդից է։ Այո, սա հայկական բրենդ է, որը կարվում է արտերկրում եւ հիմնադրել է White Agent հարսանյաց զգեստների սրահի հիմնադիր Լիաննա Արզումանյանը, երկար տարիներ աշխատելով հարսանյաց զգեստների համաշխարհային տարբեր բրենդների հետ։ Վենա Ամարիսի տարբերվող տեսականին ձեզ հաստատ անտարբեր չի թողնի, սակայն White Agent-ում ներկայացված են ոչ միայն այս, այլև համաշխարհային առաջատար բրենդների հարսանյաց զգեստները։ Ընդ որում դուք այստեղ կարող եք ընտրել ձեր երազանքների հարսի զգեստը եւ եթե այն նույնիսկ առկա չէ, White Agent-ը կապահովի դրա ներկրումը Հայաստան հատուկ ձեզ համար։ White Agent-ը հայկական շուկայում է արդեն 11 տարի եւ շահել է իր հաճախորդների վստահությունը պատասխանատու մոտեցման ու հարսիկների հանդեպ հոգատարության շնորհիվ։
Սրահն ունի շատ մեծ առավելություն, այստեղ չկան բաց կամ փակ ամրագրումներ։ Այն զգեստը, որն արդեն ամրագրված է, որևէ մեկը չի կարող տեսնել կամ փորձել։ Միայն այս մոտեցումն արդեն խոսում է այն մասին, թե white agent-ը որքան պատասխանատու է մոտենում իր հաճախորդներին։ Եթե զգեստը մեծ կամ փոքր է, սրահի մասնագետները կկատարեն համապատասխան կարում եւ ճշգրտում։ Կարծես ի սկզբանե զգեստը կարված էր հատուկ այդ հարսիկի համար։ Սրահը ներկայացնում է աշխարհահռչակ 50 բրենդի զգեստները Հայաստանում։ Խանութում առկա է ավելի քան 300 մոդել զգեստ։ Բացի այդ, հաճախորդները հնարավորություն ունեն պատվիրելու իրենց երազանքների զգեստը, անգամ եթե այն առկա չէ։ Դե իսկ Լիաննայի ստեղծած Վենա Ամարիս բրենդը, որը սիրո եւ երազանքի մասին է, թե որակով, թե դիզայնով չի զիջում համաշխարհային բրենդների զգեստներին։ Այս անգամ իմ փորձած զգեստներից 3-ը հենց Վենա Ամարիսից էին։ Ընտրեցի, հագա, սիրեցի, պարզվեց բոլորն այս բրենդից են։ Լիաննան խնդրեց գոնե 2 զգեստ էլ այլ բրենդներից ընտրել։ Դուք չգիտեմ, բայց ես այս զգեստները փորձելուց հետո հարսանիք ուզեցի։ Բայց եթե ձեր հարսանիքն ավելի շուտ է, քան իմը, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին white agent-ում օգտագործեք Amalia պրոմոկոդն ու ստացեք 15% զեղչ։ White agent-ում հարսանյաց զգեստների ընտրանին այնքան մեծ է, որ եթե դուք նախահարսանեկան աժիոտաժի մեջ եք, հաստատ այստեղ կգտնեք ձեր երազանքների զգեստը։ Ընդ որում այստեղ կա մի մեծ առավելություն։ Գնառաչարկը բավականին լայն է։ Հարսանյաց զգեստների արժեքը սկսվում է 150,000 դրամից եւ հասնում է իհարկե միլիոնների։ Սակայն դուք եք ընտրում, թե որ գնային կատեգորիայում եւ ինչ զգեստ եք ուզում կրել։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ ու հիմա անցնում ենք հաղորդման հաջորդ փուլին։ Ես քեզ ցույց եմ տալիս հայտնի մարդկանց լուսանկարներ դեմքերը փակ, դու ինձ ասում ես քո կարծիքը լուքերի մասին։ Ես շատ անկեղծ մարդ եմ արժի, որ։ Այո։ Բարդ մարտահրավեր ես ինձ նետում Ամալիա։ Ես սիրում եմ վերևի հատվածը քիփ վերնահակուստ, ինչ ասա, բադալասկա, հա, հավանաբար։ Վերևի հատվածը սիրուն, հա, ինչ որ հետաքրքիր սեքսուալ հետաքրքիր է, իսկ ներքևի հատվածը ինձ համար անհասկանալի է, ամենայն դեպս համարձակ է, ինչ խոսք, բայց իմ ճաշակով չի։ Դասական սևը թեև հայ կանանց ամենասիրելի գույնն է, բայց ինձ համար ամենաանհետաքրքիր գույնն է, եթե անկեղծ, թեև սիրուն է, մեծ դետալ եմ տեսնում, կոշիկը ավելի կարելի է մեծացնել, կոշիկը հետաքրքիր է, հագուստը մեծ հաշվով մեկնաբանություններ այստեղ շատ լինել չեն կարող, սև հագուստը նախընտրելի, ասում են կլասիկա, ես չեմ սիրում սև հագուստ, թեև ինքս էլ կրում եմ մեկ-մեկ, բայց կոշիկի վրայի ակցենտը ինձ դուր եկավ։ Սա ավելի իմ մասին է, և կոշիկները իմ սիրելի ոչնա, և այս նյուդ գույները, բաց գույները իմ սիրելի գույներն են, ինձ հոգեհարազատ է, ով է։ Ինձ ոճի իմաստով շատ ավելի հոգեհարազատ է եւ ես նախընտրում եմ այսպիսի հագուստ ու ինձ դուր է գալիս թեթև վիճակը երևանյան պարզ օրգանիկ առօրյայում կարելի է այսպես դուրս գալ ես սիրում եմ այսպիսի մարդկանց տեսնել դրսում սա էլ է իմ մասին ավելի շատ հետաքրքիր է կոշիկները շատ լավն է դե առաջինը կոշիկներին եմ անդրադառնում շատ ճաշակով մարդ է շատ հետաքրքիր կոշիկներ են դուր է գալիս ինձ, ես ինքս էլ կկրեի այսպիսի կոշիկներ, թեև մեկը ունեմ, որ շատ նման է, բայց ինչ-որ գույն կավելացնեի ես, գուցե կրեմագույն այսպիսի մի պիջակ։ Իմ ճաշակով չի համենայն դեպս, ես երեկոյան հագուստներ, սիրում եմ երեկոյան հագուստներ, բայց ավելի պասիվ հագուստներ եմ սիրում, ինձ համար այս փայլերը մի քիչ շատ են։ Ոնց հասկանում եմ, Լիոնից շորտ է, եթե ճիշտ եմ, իսկ ես Լիոն շատ եմ սիրում, պայուսակն էլ հետաքրքիր է, լավն է, կոշիկները այդքան էլ իմ ճաշակով չի, պայուսակը, շորտը շատ սիրուն են, այս դետալները ես ինքս էլ կօգտագործեի։ Այս լուքն էլ շատ անհետաքրքիր է ինձ համար, ասեցի կրկինս հերմես ճիշտ եմ ասում այս կոշիկները անկեղծ չգիտեմ ես բրենդերից բան չեմ հասկանում եթե հերմեսի բաց կոշիկներն են ոտքի զարդը ըստ իս մի քիչ կոպտացնում է ոտքի տեսքը կամ գուցե նկարից է այս գծավոր պրինտը էլի շատ չեմ սիրում սա էլ
ինձ մոտ չի ընդհանրապես։ Սա լավն է, դետալները հետաքրքիր են։ Մտածող, սա հաստատ ինչ որ արվեստագետ, դերասանուհի, հաստատ հետաքրքիր մտածող մարդ է, որովհետև իր դետալներից երևում է, որ մտածում է ինչ հագնի ու իր մասին է։ Լավն է, սա դուրս եկավ։ Վերևի հագուստը լավն է, պոլոն, հա, ճիշտ եմ ասում։ Վերևինը լավն է, Լևոնելոն է այսպիսի մայկաներ, տաբատը շատ կարճ է ու շատ քիփ, ինձ թվում է։ Կոշիկները չէ, կոշիկները ինձ դուր չեկավ։ Ջինս։ Ինչ որ մեծ կոշիկներ եմ նկատում, շատ կոպիտ կոշիկներ այդքան էլ չեմ սիրում։ Կոպտության մեջ եթե կոպիտ, ապա նուրբ տրամադրություն էլ պիտի լինի։ Ինձ համար առօրյա, նորմալ, ոչ լավ, ոչ վատ, բայց ոչ էլ շատ հետաքրքիր։ Շատ լավ։ Ու հիմա արդեն կիմանանք, թե դու ում ոչնես հավանում, այնպես որ պիտի առանձնացնես հայկական շոու բիզնեսի 3 ամենաոճային մարդկանց քո կարծիքով։ Դժվար է, որովհետև որ ասեմ, հետևում եմ շատ, կխափեմ, նույնիսկ նշեցի, չէ, որ հիմա ինձ ասեք ինչ որ մի հայտնի բրենդից, կոլեկցիայից որևէ դետալ կդժվարանամ։ Դե ամեն դեպքում վստահ եմ կան մարդիկ, որոնց ոճը քեզ դուր է գալիս։ Հա, կասեմ, Արմինեին եմ շատ սիրում, մոդել, իր առհասարակ ճաշակը, իրեն շատ եմ սիրում, չգիտեմ, իր ճաշակը, իր մտածողությունը, դետալները, որը կրում է հագուստը, շատ ինձ հոգեհարազատ է եւ իր էջ հաճախ եմ հայտնվում, ուղղակի վիզուալ բավականություն եմ ստանում եւ իր ճաշակը յուրօրինակ է, ինձ շատ մոտ իրեն կառանձնացնեմ հաստատ վստահաբար, որը մեր քաղաքում գույն է։ Էլի ինձ նման, որ ինձ դուր է գալիս մտածողության մեջ կան դետալներ, որոնք նման են, տեսնում եմ, վայ, ես էլ կկրեի ես հագուստից, դա երևի Եվանա Զոհրաբյան, շորիկների մեջ հատկապես կան, որ ինձ համապատասխանում է, ճաշակային իմաստով լավ նրբաճաշակ մարդ է ինքը, ինչքան որ կոնտենտից հասկանում եմ, եւ եթե տղամարդկանցից գոնե մի տղամարդ էլ առանձնացնենք, հա, ես կառանձնացնեմ իմ կուրսի ղեկավարին, ով ինձ ընդունել է Թատերական ինստիտուտ, գույն կինոռեժիսոր, իմ շատ սիրելի Վիգեն Չալդրանյանին, ով այս քաղաքում գույն էր, հիմա Ամերիկայում է, ով այս քաղաքում գույն էր, ով ամեն անգամ գալիս էր մտնում էր լսարան, եւ այսպես ամեն դետալը մտածված էր, յուրօրինակ էր, պատմություն ուներ, հետաքրքիր էր, անսահման, արտիստ, արվեստագետ, կարճ ասած։ Այո, լիարժեք կարոտած եմ իրենի դեպ։ Հուսամ կհանդիպենք։ Էվկա, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար, քեզ հետ ինչպես միշտ հաճելի էր զրուցել։ Ես էլ եմ քեզ շնորհակալ, բարի ու դրական Ամալիա ջան։ Հետևեք Look and Face-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։